Իսկ եթե ձեր կյանքի ամենադժվար որոշումը ոչ մի պարկ չբերեր, մի նույն է, կանեիք այն, ինչ ճիշտ է։ Ցուցափեղկերի փայլի լքվածության մեջ բաժանված Գյումրիում մի տղա մեծանում է առանց խաղալիքների, բայց սկզբունքներով։ Երբ պատահականությունը նրա ձեռքն է գցում մի արժեքավոր բան, նա դրանում ոչ թե հնարավորություն է տեսնում, այլ ընտրություն։ Քաղցին կամ վիրավորանքին տեղի տալու փոխարեն, նա որոշում է պաշտպանել այն, ինչն իրենը չէ։ Որովհետև խորքում, նույնիսկ վիրավորված, նա դեռ պահում է այն քնքուշ ձայնը, որն ասում էր. «Ճիշտը գործելը երբեք չի ծանրանում սրտի վրա»։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, եւ այսպես շարունակենք։ Գյումրի քաղաքն արթնանում էր այնպես, ինչպես միշտ, երկաթուղային կայարան ուղղորդող բեռնատարների դիզելի հոտը խառնված քաղաքի առավոտյան թարմությանը։ Դա դաժան հակադրությունների քաղաք էր, որտեղ ապակե շենքերն առավոտյան առն արտացոլում էին որպես առաջընթացի հայելիներ, մինչդեռ կայարանամերձ նրբանցքներում, հին շինությունների ու քայքայված պատերի մեջ, աղքատությունը համառորեն ու լուրջ շարունակում էր գոյատել։ Նրանց համար, ովքեր մեքենայով անցնում էին գլխավոր պողոտաներով, քաղաքը թվում էր բարգավաճ, կազմակերպված, գրեթե եվրոպական, իր խնամված այգիներով, լայն մայթերով։ Բայց բավական էր հայացքը մի քանի մետր այն կողմ շեղել, բավական էր անցնել մի պակաս մարդաշատ փողոցով, որպեսզի հասկանայիր, որ այստեղ, ինչպես Հայաստանի շատ այլ վայրերում, անհավասարությունը պարզապես վիճակագրություն չէր, այլ բաց վերք, որն արնահոսում էր ամեն օր։ Գարեգինը 10 տարեկան էր, Գյումրին ճանաչում էր իր բոլոր խորշերով։ Ոչ թե բացիկների Գյումրին, ոչ զբոսայգում հեծանիվ քշելու կամ քաղաքի տեսարանով բնակարանների Գյումրին։ Գարեգինը ճանաչում էր Ժան գոտած կոնտեյներների, նրբանցքների Գյումրին, որտեղ արը հազիվ էր ներթափանցում, այն հրապարակների Գյումրին, որտեղ մարդիկ քնում էին մի աչքը բաց, մյուսը կիսափակ, միշտ զգոն։ Նա հստակ չէր հիշում, թե երբ էր դադարել տուն ունենալուց։ Հիշողությունները խառնվում էին իրար, ինչպես ծովի ալիքները, մեկը մյուսին ծածկելով, թողնելով միայն պատկերների կտորներ, որոնք երբեմն անսպասելիորեն երան էին գալիս։ Նա հիշում էր մորը, տիկին Սոնային, մի նիհար կնոջ, կոշտացած ձեռքերով հոգնած ժպիտով, որն ուրիշների լվացքն էր անում, գիշերները կարում էր, որպեսզի կարողանար վճարել Անիի թաղամասի մի փոքրիկ սենյակի վարձը։ Հիշում էր լվացքի օճառի հոտը, 5 կարի մեքենայի ձայնը, որը մայրը համառորեն ինքն էր նորոգում, նրա ձայնը, որը մեղմ երգում էր, ուրիշների հագուստներն արդուկելիս։ Մայրը մի արտահայտություն ուներ, որը միշտ կրկնում էր, կարծես աղոթք լիներ, կարծես վահան լիներ այն աշխարհի դեմ, որը համառորեն դաժան էր իրենց նկատմամբ։ Գարեգինը դա լսում էր գրեթե ամեն օր, հատկապես, երբ փողոցից վերադառնում էր աղբի մեջ գտած որևէ բանով, վաճառելով։ Շիշ, մետաղի կտոր, որը կարող էր մի քանի դրամ բերել։ Տիկին Սոնան նայում էր նրան իր խորը շագանակագույն աչքերով, ասում մեղմ, բայց հաստատուն ձայնով. Այն, ինչ քոնը չէ, ծանրանում է սրտիդ վրա, նույնիսկ եթե աշխարհն ասի, թե ոչ ոքի դա չի հետաքրքրում։ Գարեգինը փոքր ժամանակ լավ չէր հասկանում, թե դա ինչ էր նշանակում, բայց արտահայտությունը կպել էր նրա մտքին, ինչպես մաստակը կոշիկի տակին։ Անհնար էր հանել։ Հետո հիվանդությունը եկավ դանդաղ, ինչպես ստվեր, որը կամաց-կամաց տիրում է սենյակին, մինչ որ այլս լույս չի մնում։ Մայրը սկսեց հազալ, հետո նիհարել, հետո այլս չկարողացավ աշխատել։ Դեղերը թանկ էին, պոլիկլինիկան, հեռու, հերթերն անվերջ։ Գարեգինը տեսավ, թե ինչպես մայրը թոշնեց ամիսների ընթացքում, տեսավ, թե ինչպես նրա մարմինը չափազանց փոքրացավ ոսկորների համար, տեսավ, թե ինչպես նրա աչքերի լույսը հանգավ, ինչպես մոմը, երբ վերջանում է։ Երբ նա հեռացավ, իր հետ տարավ այն քիչ կայունությունը, որ դեռ մնացել էր տղայի կյանքում։ Առանց վարձի գումարի, Գարեգինին վտարեցին։ Առանց մոտ հարազատների, առանց կանոնավոր փաստաթղթերի, առանց որևէ մեկի, ով կկարողանար կամ կցանկանար պատասխանատվություն ստանձնել նրա համար, նա հայտնվեց փողոցում։ Սկզբում դժվար էր։ Գարեգինն ամեն գիշեր լաց էր լինում, կրծքին սեղմելով մոր հին շապիկը, որը դեռ պահպանում էր նրա հոտը։ Քնում էր շենքերի քիվերի տակ, սննդի մնացորդները կիսում թափառական շների հետ, փախչում մեծահասակներից, որոնք նայում էին նրան այնպիսի մտադրություններով, որոնք տղան լիովին չէր հասկանում, բայց որոնք նրան վախով էին լցնում։ Ժամանակի ընթացքում սովորեց գոյատել։ Բացահայտեց, թե որտեղից սնունդ գտնել, որտեղ քնել ավելի քիչ ռիսկով, որտեղ լողանալ հանրային շատրվաններում, երբ ոչ ոք չէր նայում։ Ծանոթացավ նույն իրավիճակում գտնվող այլ տղաների աղջիկների հետ, ձավորեց փխրուն դաշինքներ, սովորեց միաժամանակ կասկածել, վստահել, քանի որ փողոցներում ընկերոջ թշնամու միջ սահմանը մազի թելից բարակ էր։
Արդյունաբերական գոտին դարձավ նրա տարածքը։ Այնտեղ հսկա շինարարական բլոկների պես դարսված կոնտեյներների միջ, ամբողջ աշխարհից բեռնված ապրանքներով եկող ու գնացող բեռնատարների միջ, Գարեգինը գտնում էր բաներ, որոնք ուրիշ մարդիկ դեն էին նետում։ Երբեմն դա դեռ փաթեթավորված սնունդ էր, երբեմն հագուստ, որը կարելի էր հագնել կամ վաճառել, երբեմն էլ պարզապես աղբեր, բայց Գարեգինը քրքրում էր ամեն ինչ հանքափորի համբերությամբ։ Նա չէր գողանում։ Դա մի սահման էր, որը նա հրաժարվում էր հատել, նույնիսկ երբ սովն այնքան էր սեղմում, որ թվում էր, թե ստամոքսը ներսից ուտելու է իրեն։ Հիշում էր մորը, նրա արտահայտությունը, դա նման էր անտեսանելի պատի, որը խանգարում էր նրան վերցնել այն, ինչ իրենը չէր։ Այդ մայիսյան կեսօրին երկինքը ծանրաբեռնված էր մոխրագույն ամպերով, որոնք անձր էին խոստանում, բայց չէին տեղում, կարծես պարզապես ծաղրում էին քաղաքը։ Գարեգինը գտնվում էր արդյունաբերական գոտու կոնտեյներների մոտ, որտեղ մեծ ընկերությունները իրենց թափոնները լցնում էին արդյունաբերական աղբամանները։ Դա վտանգավոր վայր էր, լի մանրող բեռնատարներով, բայց նա մի վայր, որտեղ երբեմն իսկական գանձեր էին գտնվում, գոնե Գարեգինի նման մեկի համար։ Նա հենց նոր էր աղբամանից հանել մի պատառոտված պոլիէթիլենային տոպրակ, երբ թաց թղթերի փաթեթների մնացորդների միջ կիսաթաքնված մի ծրար տեսավ։ Դա սովորական ծրար չէր։ Հաստ էր, այն տեսակից, որն օգտագործում են կարոր փաստաթղթերի համար, պատրաստված ամուր դարչնագույն թղթից։ Վերին աջ անկյունում կապույտ ոսկեգույն տպագրված տարբերանշան կար, էլեգանտ նրբաճաշակ։ Գարեգինը զգուշությամբ վերցրեց ծրարը, մաքրելով եզրերին կպած կեղտը։ Տարբերանշանը մի ընկերությանն էր, որի անունը նա գիտեր, քանի որ տեսել էր այդ անունը շենքերի, բեռնատարների, քաղաքի գովազդային վահանակների վրա։ Ալավերդյան իմպորտ լոգիստիկա խումբ։ Դա Գյումրիի, գուցե ամբողջ մարզի ամենամեծ ընկերություններից մեկն էր։ Գարեգինը զգաց ծրարի ծանրությունը ձեռքերում։ Ներսում ինչ-որ բան կար, դա հաստատ էր։ Թղթեր, շատ թղթեր։ Նրա առաջին ռեակցիան հետաքրքրասիրությունն էր։ Բացել տեսնել, թե ինչ կար այնտեղ։ Բայց հետո մոր ձայնն արձագանքեց նրա գլխում, այնքան պարզ, կարծես տիկին Սոնան այդ պահին կողքին լիներ, շշնջալով նրա ականջին։ Այն, ինչ քոնը չէ, ծանրանում է սրտիդ վրա։ Գարեգինը մի պահ փակեց աչքերը։ Զգաց կեսօրվա սառը քամին, որը խփում էր դեմքին, լսեց հեռվում աշխատող ամբարձիչների ձայնը, բեռնակիրների բղավոցները, գնացքների սուլոցները։ Հետո որոշում կայացրեց։ Նա չէր բացելու ծրարը։ Նա վերադարձնելու էր այն։ Եթե դա այնքան կարևոր էր, որ լիներ այդպիսի գեղեցիկ ծրարի մեջ, մեծ ընկերության տարբերանշանով, ուրեմն ինչ-որ մեկը պետք է փնտրեր այն։ Ինչ-որ մեկին դա պետք էր։ Իսկ Գարեգինը գող չէր։ Չէր։ Մայրը նրան ավելի լավ էր աստիարակել։ Նա զգուշությամբ ծրարը դրեց շապիկի տակ, պաշտպանելով այն քամուց խոնավությունից, դանդաղ քայլելով դուրս եկավ արդյունաբերական գոտուց, մտածելով, թե ինչ է անելու։ Գիշերը, երբ վերջապես գտավ համեմատաբար անվտանգ տեղ քնելու համար, մի լքված արտրային շենքի հետի աստիճանների տակի միջանցք, Գարեգինը ծրարն օգտագործեց որպես բարձ։ Հարմարավետ չէր, բայց ամուր էր, ինչ-որ կերպ նրան ստիպում էր ավելի քիչ միայնակ զգալ։ Նա պառկած էր այնտեղ, նայելով առաստաղի ճեղքից երացող մութ երկնքին, պատկերացնելով, թե ով էր այդ ծրարի տերը։ Պատկերացնում էր կոստյումով, կարոր մի մարդու, որը գուցե հուսահատ փնտրում էր այդ թղթերը։ Պատկերացնում էր, որ ծրարը վերադարձնելիս գուցե այդ մարդը նրան մի քանի դրամ տար, կամ գուցե նույնիսկ իսկական աշխատանք։ Բայց Գարեգինը դա չէր ուզում անել պարքի համար։ Նա ուզում էր դա անել, որովհետև դա ճիշտ էր։ Որովհետև մայրը նույն կաներ։ Հաջորդ առավոտ Գարեգինն արթնացավ դեմքին խփող արից։ Վեր կացավ, ծալեց ստվարաթղթերը, որոնք օգտագործել էր որպես ժամանակավոր մահճակալ, թաքցրեց դրանք մի անկյո։ Մնում որպեսի հետո նորից օգտագործի, վերցրեց ծրարը, որը գիշերվա ընթացքում զգուշությամբ պահել էր շապիկի մեջ։ Ծայրերը ճմրթված էին, բայց դեռ ամբողջական էր։ Գնաց մոտակա հրապարակի շատրվանի մոտ, որտեղ մի քանի թոշակառուներ արդեն սկսել էին հավաքվել դոմինո խաղալու, լվաց դեմքը սառը ջրով։ Թրջեց մազերը, ձեռքերով փորձեց հնազանդեցնել համառ գանգուրները, մաքրեց եղունգների գեղտը, որքան կարողացավ։ Նայեց սեփական հագուստին։ Շապիկը գունաթափված էր, մի քանի անցք ուներ, բայց մաքուր էր։ Ջինսե շորտը մաշված էր, բայց դեռ հարմար էր։ Ռետինե հողաթափերը մաշված էին, բայց անցքեր չունեին։
Նա խորը շունչ քաշեց, ծրարը սեղմեց կրծքին սկսեց քայլել։ Արդյունաբերական գոտուց մինչ երկնաքերների թաղամաս երկար ճանապարհ էր։ Գարեգինը ճանապարհը գիտեր, քանի որ երբեմն գնում էր այնտեղ թանկարժեք ռեստորանների մոտ ողորմություն խնդրելու, թե դա անելն այնքան էլ չէր սիրում։ Այդ թաղամասն ուրիշ աշխարհ էր։ Մայթերը լայն էին ու մաքուր, խանութներն ունեին փայլուն ցուցափեղկեր, անցնող մեքենաները ներկրված էին ցածր ու հզոր ձայն էին հանում, որը երաժշտության էր նման։ Մարդիկ արագ էին քայլում, միշտ նայելով իրենց բջջայիններին, միշտ շտապելով, միշտ այնպիսի դեմքով, կարծես շատ կարևոր գործ ունեին անելու։ Գարեգինը դանդաղ էր քայլում, բռնած ծրարը, իրեն ավելի ու ավելի փոքր զգալով, երբ մոտենում էր թղթի վրա տպված հասցեին։ Երբ վերջապես հասավ Ալավերդյան խմբի շենքի դիմաց, Գարեգինը ստիպված եղավ գլուխն այնքան բարձրացնել, որ պարանոցը ցավեց, որպեսզի տեսնի գագաթը։ Դա հայելային ապակուց աշտարակ էր, որն ուղիղ դեպի երկինք էր բարձրանում, արտացոլելով ամպերն ու շրջակա մյուս շենքերը։ Գլխավոր մուտքն ուներ ավտոմատ ապակե դռներ, Գարեգինը դրանց միջով տեսնում էր մի հսկայական նախասրահ, մարմարե հատակով, բույսերի հսկա ծաղկամաններով։ Մարդիկ անընդհատ մտնում ու դուրս էին գալիս, բոլորը էլեգանտ հագուստով, կաշվե պայուսակներ, նրբաճաշակ միանգամյա օգտագործման բաժակներով, սուրճի բաժակներ տանելով։ Գարեգինը մի քանի րոպե կանգնեց մայթին, պարզապես դիտելով։ Վախենում էր։ Վախենում էր, որ դուրս կհանեն, վախենում էր, որ կնվաստացնեն, վախենում էր, որ կծիծաղեն իր վրա։ Բայց հետո հիշ. Եց մորը, հիշեց նրա արտահայտությունը, հիշեց, որ ճիշտ բան էր անում։ Նորից խորը շունչ քաշեց, քայլեց դեպի դուռը։ Սենսորները զգացին նրա ներկայությունը, ապակե դռները մեղմ սուլոցով ինքնաբերաբար բացվեցին, կարծես ողջունում էին նրան։ Գարեգինը երկու քայլ արեց դեպի նախասրահ, անմիջապես զգաց սառը օթորակիչի հոսանքը, որը խփեց դեմքին, այնքան տարբեր փողոցի խոնավ տապից։ Բայց մինչ նա կկարողանար մեկ քայլ անել, մի կոպիտ ձայն ընդհատեց նրան։ Անվտանգության աշխատակիցը, մուգ կապույտ համազգեստով, մուգ ակնոցներով մի մեծ մարդ, հայտնվեց նրա դիմաց պատի պես։ Կարող եմ օգնել, տղա։ Ձայնը ճիշտ է, թշնամական չէր, բայց նա ընկերական չէր։ Գարեգինը կուլ տվեց, բարձրացրեց ծրարը, ցույց տալով անվտանգության աշխատակցին։ Ես սա գտել եմ, ասաց Գարեգինը, ձայնը դուրս գալով ավելի բարակ, քան կցանկանար։ Գտել եմ աղբի մեջ, կայարանի մոտ։ Վրան ընկերության տարբերանշանն է։ Եկել եմ վերադարձնեմ։ Անվտանգության աշխատակիցը նայեց ծրարին, հետո Գարեգինին, հետո նորից ծրարին։ Նրա արտահայտությունը կասկածամիտ էր։ Այստեղ մնա, հրամայեց։ Նա մի քանի քայլ հեռացավ, ինչ-որ բան ասելով գոտուն ամրացված ռադիոյով։ Գարեգինը կանգնած մնաց այնտեղ, զգալով նախասրահով անցնող մարդկանց բոլոր հայացքները։ Ոմանք արագ հետաքրքրասիրության հայացքներ էին նետում, ոմանք քողարկված զզվանքի, իսկ ոմանք էլ ընդհանրապես չէին նայում, կարծես Գարեգինն անտեսանելի լիներ։ Տղան ծրարը սեղմեց կրծքին, ցանկանալով, որ կարողանար անհետանալ, ցանկանալով, որ այս ամենը շուտ վերջանար։ Մի քանի րոպե հետո, որոնք ժամեր թվացին, մի կին մոտեցավ։ Նա երիտասարդ էր, գուցե 20-ն անց, շագանակագույն մազերը պոչիկով հավաքած բարի ժպիտով։ Նա կրում էր վզին կախված անվանակարդ, ձեռքին պլաստիկ բաժակ էր բերել։ Բար, սիրելիս, ասաց նա մեղմ ձայնով։ Իմ անունն Անահիտ է, աշխատում եմ ընդունարանում։ Լսեցի, որ դու ընկերությանը պատկանող ինչ-որ բան ես գտել։ Գարեգինը գլխով արեց մեկնեց ծրարը։ Անահիտը վերցրեց ծրարը, զննեց տարբերանշանը, զննեց թղթի վիճակը։ Որտեղ ես գտել սա, ճիշտ։ Գարեգինը պատմեց։ Պատմեց աղբը քրքրելու, ծրարը գտնելու, այն վերադարձնելու որոշման մասին։ Անահիտը ուշադիր լսում էր։ Գարեգինը նկատեց, որ նա իսկապես լսում էր, ոչ թե ձացնում։ Երբ նա վերջացրեց խոսքը, Անահիտը նորից ժպտաց նրան մեկնեց ձեռքի բաժակը։ Ջուր է։ Դու պետք է ծարավ լինես այստեղ հասնելուց հետո։ Գարեգինը երկու ձեռքով վերցրեց բաժակը, կարծես թանկարժեք բան լիներ, դանդաղ խմեց, զգալով, թե ինչպես է զով ջուրն անցնում չոր կոկորդով։ Շնորհակալություն, մրմնջաց նա։ Բայց մինչ Անահիտը կկարողանար որևէ այլ բան ասել, մի սուր ձայն հնչեց նախասրահում, ստիպելով երկուսին էլ շրջվել։ Ինչ է կատարվում այստեղ։ Ձայնը գալիս էր մի կնոջից, որը հաստատուն վճռական քայլերով մոտենում էր նրանց։
Նա կրում էր անթերի բեժ գործնական կոստյում, բարձրակրունկներ, որոնք մարմարե հատակին խփում էին մուրճի հարվածների պես, թիտակ կաշվե պայուսակ էր կրում։ Շիկահեր մազերը հավաքված էին կատարյալ սանրվածքով, դիմահարդարումը զուսպ էր, բայց անթերի, իսկ հայացքը սառույցի պես սառն էր։ Գարեգինը չգիտեր, թե ով էր այդ կինը, բայց ողնաշարով սարսուռ անցավ, երբ նա կանգնեց իր դիմաց վերից ներք նայեց բացարձակ արամարանքի արտահայտությամբ։ Դա Վալյա Անտոնյանն էր, Ալավերդյան խմբի վարչական տնօրենը, այդ ընկերության ամենահզոր մարդկանցից մեկը։ Անահիտն անմիջապես ուղղվեց, ընդունելով ավելի պաշտոնական կեցվածք։ Տիկին Վալյա, այս տղան ընկերության տարբերանշանով ծրար է գտել, եկել է վերադարձնելու։ Վալյան առանց հապաղելու վերցրեց ծրարն Անահիտի ձեռքից, քննադատական հայացքով զննեց այն։ Կեղտոտ էր, ճմրթված, ակնհայտորեն աղբից էր եկել։ Նա մի հոնքը բարձրացրեց, նայեց Գարեգինին, կարծես նա միջատ լիներ։ Իսկ դու դրա դիմաց ինչ ես ուզում։ Հարցը հնչեց չոր, ուղիղ։ Գարեգինը թարթեց, շփոթված։ Ոչինչ, տիկին։ Պարզապես ուզում էի վերադարձնել այն, ինչ իմը չէ։ Վալյան կարճ, առանց հումորի ծիծաղեց։ Ահ, որքան հարմար է։ Մի փողոցային տղա հայտնվում է այստեղ մի ծրարով, որն ասում է, թե աղբի մեջ է գտել, ոչինչ չի ուզում։ Նա շուրջը նայեց աշխատակիցներին, որոնք սկսել էին զգուշորեն հավաքվել տեսարանը դիտելու։ Դուք հավատում եք սրան։ Այս աշխարհում ոչ ոք ոչինչ անվճար չի անում։ Նա նորից շրջվեց դեպի Գարեգինը, ծրարը նրա ուղղությամբ պահելով, կարծես զենք լիներ։ Սա աղբ է։ Եթե աղբի մեջ էր, նշանակում է, ինչ-որ մեկը դեն է նետել։ Այստեղ կարոր ոչինչ չկա։ Դու հավանաբար մտածեցիր, որ սրանով ինչ-որ գումար կաշխատես, այդպես չէ։ Եկել եմ աղբը վերադարձնեմ ու հիմա պարկ եմ ուզում։ Ինչպիսի։ Խելացի։ Գարեգինը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Դա ամոթ չէր, այլ վրդովմունք։ Նա այստեղ չէր եկել նվաստացվելու համար։ Նա այստեղ չէր եկել որևէ բան ակնկալելով։ Եկել էր, որովհետև դա ճիշտ էր, որովհետև մայրը նրան այդպես էր սովորեցրել։ Բայց բառերը դուրս չէին գալիս։ Կոկորդը փակվել էր, աչքերը սկսում էին այրվել։ Վալյան շարունակեց, այժմ դիմելով անվտանգության աշխատակցին։ Անմիջապես հանեք այս տղային այստեղից։ Չեմ ուզում իմ ընկերության ներսում այսպիսի մարդկանց տեսնել։ Իսկ դու, Անահիտ, վերադարձիր քո տեղը։ Սրա վրա կորցնելու ժամանակ չունենք։ Անահիտը ափսոսանքի արտահայտությամբ նայեց Գարեգինին, բայց ոչինչ չասաց։ Անվտանգության աշխատակիցն արդեն մոտենում էր տղային, երբ Գարեգինը վերջապես գտավ իր ձայնը։ Ես պարզապես ուզում էի ճիշտ բան անել, ասաց նա ցածր, բայց հաստատուն։ Մայրս ինձ սովորեցրել է, որ այն, ինչ քոնը չէ, ծանրանում է սրտիդ վրա։ Ես ձեզանից ոչինչ չեմ ուզում։ Պարզապես ուզում էի վերադարձնել։ Այսքանը։ Եվ հետո առանց պատասխանի սպասելու, Գարեգինը շրջվեց, քայլեց դեպի ավտոմատ դռները, որոնք բացվեցին նրա դուրս գալու համար։ Նրա այտերն այրվում էին ոչ թե ամոթից, այլ զայրույթից։ Զայրույթից այդ կնոջ, աշխարհի, այս ամենի անարդարության դեմ։ Նա արդեն գրեթե անցնում էր փողոցը, երբ իր հետից արագ քայլեր լսեց։ Անահիտն էր, որը դժվարությամբ վազում էր ցածրակրունկ կոշիկներով։ Գարեգին, սպասիր։ Նա հասավ նրան, ինչ-որ բան դրեց նրա ձեռքերի մեջ։ Դա դեռ տաք գաթայի մի կտոր էր, թղթե անձեռոցիկի մեջ փաթաթված։ Շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ այնտեղ, ասաց նա անկեղծությամբ լի ձայնով։ Դու ճիշտ բան արեցիր։ Թույլ մի տուր, որ որևէ մեկը քեզ հակառակն ասի, լավ։ Գարեգինը նայեց գաթային, հետո Անահիտին, զգաց, որ աչքերը նորից այրվում են, բայց այս անգամ այլ պատճառով։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Անահիտը ժպտաց, թեթակի սեղմեց նրա ուսը վազելով վերադարձավ շենք։ Գարեգինը կանգնած մնաց։ Մայթին, բռնած փաթաթված գաթան, զգալով, թե ինչպես է հաճելի հոտը բարձրանում քթին։ Հետո սկսեց դանդաղ քայլել դեպի արդյունաբերական գոտի, կամաց-կամաց ծամելով գաթան, թույլ տալով, որ հալված միջուկի համը լցնի բերանը մի քանի ակնթարթով, աշխարհը մի փոքր ավելի քիչ դաժան թվա։ Այն, ինչ Գարեգինը չգիտեր, այն, ինչ նախասրահում ոչ ոք չգիտեր, այն էր, որ այդ ապակե շենքի վերջին հարկում, Գյումրիի ամբողջ տեսարանով մի հսկայական սենյակում, մի մարդ հետում էր ամեն ինչին ներքին անվտանգության տեսախցիկների միջոցով։
Նրա անունն Անտոն Ալավերդյան էր, նա Ալավերդյան խմբի հիմնադիրն ու նախագահն էր։ Նա 52 տարեկան էր, ալեհեր մազերով կնճիռներով նշանավորված դեմքով, որոնք պատմում էին անքուն գիշերների, դժվար որոշումների, մի ամբողջ կյանքի մասին, որը նվիրված էր զրոյից ինչ-որ բան կառուցելուն։ Անտոնը ծնվել էր հենց Գյումրիում, բայց ոչ ապակե շենքերի Գյումրիում։ Նա ծնվել էր Անի թաղամասի մի փայտե տնակում, բեռնակրի լվացարարուհու որդի, մեծացել աղքատության գոյատման համար ամենօրյա պայքարի մեջ։ Նա հաջողության էր հասել կյանքում շատ աշխատանքի, շատ ուսման, շատ վճռականության շնորհիվ, երբեք չէր մոռացել, թե որտեղից է եկել։ Դիտելով նախասրահի տեսարանը, տեսնելով, թե ինչպես է Վալյան նվաստացնում այն տղային, որը պարզապես փորձել էր ճիշտ բան անել, Անտոնը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում կրծքում։ Զգաց զայրույթ, զգաց տխրություն, զգաց ամոթ։ Ամոթ, որ Վալյայի նման մարդկանց իշխանական դիրքեր էր տվել իր կառուցած ընկերությունում։ Մարդիկ, որոնք մոռացել էին կամ գուցե երբեք չէին իմացել, թե ինչ է նշանակում արժանապատվություն ունենալ, երբ ոչինչ չունես։ Մարդիկ, որոնք ուրիշների արժեքը չափում էին նրանց հագած հագուստով, բնակության հասցեով, բանկային հաշվի մնացորդով։ Անտոնը վերցրեց ներքին հեռախոսը, զանգահարեց անվտանգության ծառայություն։ Այդ ծրարն անմիջապես բերեք իմ գրասենյակ, հրամայեց նա խիստ ձայնով։ Եվ պարզեք, թե ով է այդ տղան։ Ուզում եմ խոսել նրա հետ։ Հետո անջատեց հեռախոսը, կանգնեց այնտեղ, պատուհանից նայելով ներքում փռված քաղաքին, մտածելով այն ամենի մասին, ինչին հասել էր, այն ամենի մասին, ինչ գուցե կորցր։ Ել էր ճանապարհին։ Ծրարը Անտոն Ալավերդյանի գրասենյակ հասավ 10 րոպե անց, անվտանգության պետի ձեռքով։ Մարդը զգույշ քայլերով մտավ սենյակ, կարծես պայթելու պատրաստ ռումբ լիներ տանում, ծրարը չափազանց նրբորեն դրեց ամուր մահագոնի սեղանի վրա։ Պարոն Ալավերդյան, ահա ձեր խնդրածը։ Տղան արդեն գնացել է, բայց մենք նրա մի քանի կադրեր ունենք արտաքին տեսախցիկներից։ Կարող եմ հետել նրան, եթե ցանկանում եք։ Անտոնը գլխով արեց, բայց նրա ուշադրությունն արդեն ամբողջությամբ կենտրոնացած էր դարչնագույն ծրարի վրա, որն այժմ դրված էր իր առջ ճմրթված եզրերով ընկերության յուղի նման բանով աղտոտված տարբերանշանով։ Անտոնը ձեռքի շարժումով ազատեց անվտանգության պետին, մնաց մենակ սենյակում։ Մի քանի ակնթարթ նա պարզապես նայում էր ծրարին, կարծես կարողանար վերծանել դրա բովանդակությունը անթափանց թղթի միջով։ Հետո դանդաղ կշռադատված շարժումներով գզրոցից հանեց նամակ բացող դանակը, զգուշորեն կտրեց կնիքը, որը, զարմանալիորեն, դեռ անվնաս էր։ Տղան չէր բացել այն։ Գտել էր աղբի մեջ, կարող էր նայել, կարող էր ձեռք տալ, բայց ոչինչ արել դրանից։ Պարզապես վերադարձրել էր։ Անտոնը խորը հարգանք զգաց այդ երեխայի նկատմամբ, որին նույնիսկ չէր ճանաչում, մինույն ժամանակ ցավի խայթոց զգաց, մտածելով, թե ինչպես էր Վալյան վերաբերվել նրան։ Բացեց ծրարը, բովանդակությունը թափեց սեղանի վրա։ Թղթեր էին։ Շատ թղթեր։ Կարված թերթեր, պաշտոնական դրոշմակնիկներով փաստաթղթեր, պայմանագրեր, բանկային քաղվածքներ։ Անտոնը սկսեց դանդաղ թերթել, նրա փորձառու աչքերը սկանավորում էին տեղեկատվությունը այն ճշգրտությամբ, որով տասնամյակներ շարունակ կարդացել էր պայմանագրեր, վերլուծել թվեր։ Սկզբում ամեն ինչ նորմալ էր թվում։ Ներմուծման պայմանագրեր, միջազգային մատակարարների հետ համաձայնագրեր, լոգիստիկ փաստաթղթեր։ Բայց հետո 5-րդ էջում ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։ Դա ծառայությունների մատուցման պայմանագիր էր մի ընկերության հետ, որի մասին նա երբեք չէր լսել։ Միլենիում խորհրդատվություն աջակցություն ՍՊ։ Պայմանագրի գումարը բարձր էր, շատ բարձր։ Ամսական 500,000 դրամ, վարչական խորհրդատվության ծառայությունների համար։ Անտոնը գնճռոտեց ճակ։ Ա.Տ. Նա գիտեր ընկերության բոլոր կարևոր պայմանագրերը, կամ գոնե պետք է իմանար։ Դա նրա աշխատանքի մի մասն էր, նույնիսկ եթե վերջին տարիներին առողջական խնդիրների պատճառով շատ գործառնական գործառույթներ պատվիրակել էր։ Շարունակեց կարդալ։ Պայմանագրի վերջում ստորագրություն կար։ Իր ստորագրությունը։ Կամ գոնե մի բան, որը շատ նման էր իր ստորագրությանը։ Բայց Անտոնը բացարձակապես վստահ էր, որ երբեք չէր ստորագրել այդ փաստաթղթի տակ։ Վստահ էր, որովհետև հիշում էր յուրաքանչյուր խոշոր պայմանագիր, որը ստորագրում էր, երբեք ամսական $500,000 դրամ չէր թույլատրել մի ուրվական ընկերության համար, որը հավանաբար նույնիսկ գոյություն չուներ։ Անտոնի սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։
Շարունակեց թերթել թղթերը, այժմ մի փոքր դողացող ձեռքերով։ Գտավ ավելի շատ նմանատիպ պայմանագրեր։ Գտավ բանկային քաղվածքներ, որոնք ցույց էին տալիս կանոնավոր փոխանցումներ դեպի ընդհանուր անուններով ընկերությունների հաշիվներ։ Գտավ կեղծ հաշիվ ապրանքագրեր։ Գտավ ֆինանսական յուրացումների բարդ ցանց, որը հավանաբար արդեն ամիսներ, գուցե տարիներ շարունակ գործում էր հենց իր քթի տակ։ Եվ բոլոր փաստաթղթերում, բոլոր խարտախ թույլտվություններում մի ընդհանուր բան կար՝ նրա կեղծված ստորագրությունը վարչական տնօրինության կնիքը։ Անտոնը հենվեց կաշվե բազկաթոռին, զգալով, թե ինչպես է այդ ամենի ծանրությունը ձնահյուսի պես ընկնում իր ուսերին։ Ընկերության ներսում ինչ-որ մեկը, գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեցող մեկը, պայմանագրեր ստեղծելու գումար տեղափոխելու համար բավարար իշխանություն ունեցող մեկը, գողանում էր իրենից։ Գողանում էր այն ընկերությունից, որը նա կառուցել էր սեփական ձեռքերով, աղյուս առ աղյուս, պայմանագիր առ պայմանագիր։ Եվ ամենավատն այն էր, որ նա շատ ուժեղ կասկած ուներ, թե ով էր այդ մարդը։ Վալյա Անտոնյանը վարչական տնօրինությունը ստանձնել էր 3 տարի առաջ, խորհրդի անդամներից մեկի երաշխավորությամբ, որը նրա ընկերն էր։ Անտոնը համաձայնել էր նշանակմանը, քանի որ նա թվում էր իրավասու ու արդյունավետ մեկը, ով կարող էր իր վրայից վերցնել վարչական բեռը թույլ տալ իրեն կենտրոնանալ ընդլայնման ռազմավարությունների վրա։ Բայց գուցե դա սխալ էր։ Հսկայական սխալ։ Անտոնը կեսօրվա մնացած մասն անցկացրեց գրասենյակում փակված, զանգահարելով ընկերության իրավաբանական բաժին, իր անձնական հաշվապահին, վստահելի մարդկանց։ Խնդրեց վերջին 3 տարիների բոլոր ֆինանսական գործարքների ամբողջական գաղտնի աուդիտ։ Խնդրեց, որ հետեն խարտախ պայմանագրերում նշված ընկերություններին։ Եվ խնդրեց, որ այս ամենն անեն բացարձակ գաղտնիության պայմաններում, քանի որ եթե Վալյան իմանար, որ իրեն հետաքննում են, կարող էր ոչնչացնել ապացույցները կամ փախչել գումարով։ Երեկոյան ժամը 7-ի սահմաններում, երբ Արն արդեն մայր էր մտնում Գյումրիի վրա, երկինքը նարնջագույն ու վարդագույն երանգներ էր ստանում, Անտոնը վերջապես ստացավ այն հաստատումը, որից վախենում էր։ Պայմանագրերում նշված ընկերությունները բոլորը ուրվականներ էին, գրանցված կեղծ հասցեներում, գործընկերներով, որոնք տրոյական ձիեր էին։ Եվ դրանք բոլորը ստեղծվել էին Վալյայի վարչական տնօրինությունը ստանձնելուց անմիջապես հետո։ Գումարի հետքը պարզ էր, ինչպես բյուրեղյա ջուրը նրա համար, ով գիտեր, թե որտեղ փնտրել։ Վալյան վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունից յուրացրել էր ավելի քան 10 միլիոն դրամ։ Անտոնը զգաց զայրույթի հիասթափության այնպիսի խառնուրդ, որ մի պահ մտածեց, թե սրտի կաթված կստանա։ Բայց հիմա չէր կարող իրեն թույլ տալ սրտի կաթված ստանալ։ Պետք է գործեր։ Պետք է բացահայտեր այդ խարդախությունը երաշխավորեր, որ Վալյան կվճարեր իր արածի համար։ Բայց դրանից առաջ մեկ այլ բան ուներ անելու։ Պետք է գտներ այդ տղային։ Այն տղային, որը վերադարձրել էր ծրարը, թե կարող էր այն դեն նետել, թե կարող էր փորձել վաճառել այն կամ շանտաժի ենթարկել իրեն։ Այն տղային, որն իր ճկույթում ավելի շատ ազնվություն ուներ, քան Վալյան, իր ամբողջ մարմնում։ Անտոնը նորից զանգահարեց անվտանգության ծառայություն։ Գտաք տղային։ Պատասխանն արագ եկավ։ Այո, պարոն։ Նա վերադարձել է արդյունաբերական գոտու տարածք։ Սովորաբար այնտեղ է լինում։ Խոսեցինք տարածքի մի քանի արտրականների հետ, պարզեցինք, որ նրա անունը Գարեգին է։ Մոտ 10 տարեկան է, ապրում է փողոցներում, երբ մայրը մահացել է։ Անտոնը մի պահ փակեց աչքերը, զգալով այդ բառերի ծանրությունը։ 10 տարեկան։ Ապրում է փողոցներում։ Մենակ։ Եվ այնուամենայնիվ, այդ բոլոր դժվարություններով, ընտրել էր ճիշտ բան անելը։ Մարդ ուղարկեք նրան գտնելու, հրամայեց Անտոնը։ Բայց նրբորեն։ Չեմ ուզում, որ նա վախենա։ Ասացեք, որ ես կցանկանայի խոսել նրա հետ, անձամբ շնորհակալություն հայտնել։ Եվ ասացեք, որ նա ոչ մի խնդրի մեջ չէ, ընդհակառակը։ Գարեգինին գտնելը դժվար չէր։ Հաջորդ առավոտ Անահիտն առաջարկեց անձամբ գնալ արդյունաբերական գոտի։ Նա նախորդ օրվանից մտածում էր տղայի մասին, իրեն վատ զգալով այն բանի համար, թե ինչպես էր Վալյան վերաբերվել նրան։ Երբ վերջապես գտավ նրան նույն կոնտեյներների մոտ, որտեղ նա գտել էր ծրարը, Գարեգինը մի կտոր հաց էր կիսում իր տարիքի 3 այլ տղաների հետ։ Բոլորը նիհար էին, կեղտոտ, մաշված հագուստով, բայց նրանց աչքերում մի բան կար, որը լիովին պարտված չէր։ Կարծես դեռ հույսի մի կայծ էին պահում, որքան էլ փոքր լիներ։
Գարեգին կանչեց Անահիտը, դանդաղ մոտենալով, որպեսզի չվախեցնի նրան։ Տղան շրջվեց, ճանաչեց ընդունարանի աղջկան, կասկածամտորեն կնճռոտեց ճակատը։ Ինչ ես ուզում։ Անահիտը ժպտաց։ Եկել եմ քեզ փն տրելու, որովհետև ընկերության սեփականատերը, պարոն Անտոն Ալավերդյանը, ուզում է խոսել քեզ հետ։ Գարեգինը մի քայլ հետ արեց։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես պարզապես վերադարձրել եմ ծրարը։ Գիտեմ, արագ ասաց Անահիտը։ Եվ հենց դրա համար էլ նա ուզում է ծանոթանալ քեզ հետ, որպեսզի շնորհակալություն հայտնի։ Դու խնդրի մեջ չես, Գարեգին։ Ընդհակառակը։ Գարեգինը նայեց ընկերներին, որոնք ամեն ինչ դիտում էին հետաքրքրասիրությամբ խառնված վախով։ Հետո նորից նայեց Անահիտին։ Նա ինձ գումար է տալու։ Չգիտեմ, ազնվորեն պատասխանեց Անահիտը։ Բայց գիտեմ, որ նա շատ տպավորված է քո արածով, ուզում է զրուցել քեզ հետ։ Կգաս։ Գարեգինը երկար մտածեց։ Նրա մի մասը ուզում էր հրաժարվել, ուզում էր շարունակել իր կյանքը, չխառնվելով այն հարուստ մարդկանց հետ, որոնք նվաստացրել էին իրեն։ Բայց նրա մյուս մասը, այն մասը, որը դեռ հույս ուներ, այն մասը, որը դեռ հավատում էր, որ լավ բաներ կարող են պատահել, շնջում էր, որ գուցե արժե փորձել։ Լավ, վերջապես ասաց նա։ Ես կգամ։ Անահիտը Գարեգինին հետ տարավ ընկերության շենք, բայց այս անգամ նրան գլխավոր նախասրահով չմտցրեց։ Օգտվեց կողային մուտքից, ուղիղ դեպի գործադիր վերելակները, խուսափելով աշխատակիցների հետաքրքրասեր դատապարտող հայացքներից։ Վերելակի ներսում Գարեգինը լուռ էր, դիտելով, թե ինչպես են հարկերի թվերը բարձրանում ավելի ու ավելի վեր։ Երբ վերջապես դռները բացվեցին վերջին հարկում, նա դուրս եկավ էլեգանտ միջանցք, փափուկ գորգով, ժամանակակից նկարներով զարդարված պատերով։ Անահիտը նրան ուղեկցեց դեպի մուգ փայտից կրկնակի դուռը, թեթակի թակեց, բացեց։ Անտոն Ալավերդյանի գրասենյակը հսկայական էր։ Ամբողջ պատը ապակուց էր, ամբողջ քաղաքի տեսարանով, հսկայական սեղան, գրքերով, գավաթներով լի դարակներ, կաշվե բազմոց, որը թվում էր, թե ավելի թանկ արժեր, քան այն ամենը, ինչ Գարեգինը տեսել էր իր ամբողջ կյանքում։ Բայց այն, ինչ ամենաշատը գրավեց տղայի ուշադրությունը, այն մարդն էր, որը վեր կացավ սեղանի հետից, եկավ իր ուղղությամբ։ Անտոն Ալավերդյանը այն չէր, ինչ Գարեգինն ակնկալում էր։ Նա չուներ այն ամբարտավան սառը տեսքը, որը նա տեսնում էր ամսագրերում հարուստ մարդկանց մոտ։ Նա ուներ մի փոքր խառնված ալեհեր մազեր, հոգնած, բայց բարի աչքեր, կրում էր պարզ վերնաշապիկ, առանց փողկապի, թերը ծալած մինչ արմունկները։ Դու պետք է Գարեգինը լինես, ասաց Անտոնը, նրա ձայնի մեջ ինչ-որ ջերմ, հյուրընկալ բան կար։ Իմ անունն Անտոն է։ Շատ հաճելի է ծանոթանալ քեզ հետ։ Նա ձեռքը մեկնեց։ Գարեգինը մի պահ վարանելով նայեց ձեռքին, հետո սեղմեց այն։ Անտոնի ձեռքը մեծ էր կոշտացած, իսկ սեղմումը ամուր, բայց ոչ ճզմող։ Խնդրեմ, նստիր, ասաց Անտոնը, ցույց տալով բազմոցը։ Խմելու բան կուզես։ Ջուր, հյութ, զովացուցիչ, ըմպելիք։ Գարեգինը գլխով արեց, որ այո, կոկորդը հանկարծ շատ չորացավ։ Անտոնը խնդրեց Անահիտին հյութեր ուտելու բան բերել։ Երբ մենակ մնացին, Անտոնը նստեց տղայի դիմացի բազկաթոռին, առաջ թեքվելով, արմունկները ծնկներին։ Գարեգին, ես տեսա, թե ինչ տեղի ունեցավ երեկ նախասրահում, սկսեց Անտոնը, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Տեսա, թե ինչպես վերաբերվեցին քեզ, ուզում եմ, որ իմանաս, որ ես ամաչում եմ։ Ամաչում եմ, որ իմ ընկերությունում այդպիսի մարդիկ են աշխատում։ Ամաչում եմ, որ ավելի շուտ։ Չեմ նկատել, թե ինչպիսի մարդկանց եմ իշխանական դիրքեր տալիս։ Դու անհավանական բան արեցիր, վերադարձնելով այդ ծրարը։ Շատ մարդիկ, այդ թվում մեծահասակներ, նույնը չէին անի։ Գարեգինը չգիտեր ինչ ասել, ուստի լուռ մնաց։ Անտոնը շարունակեց. Այն ծրարը, որը դու գտել ես, պարունակում էր շատ լուրջ բանի ապացույցներ։ Ապացույցներ, որ այս ընկերության ներսում ինչ-որ մեկը գումար էր գողանում, փաստաթղթեր կեղծում, իմ անունն օգտագործում սխալ բաներ անելու համար։ Եվ եթե չլինեիր դու, եթե դու պարզապես դեն նետեիր այդ ծրարը կամ վաճառեիր այն ինչ-որ մեկին, ես գուցե երբեք չիմանայի։ Դու փրկեցիր ինձ, Գարեգին։ Փրկեցիր այն ընկերությունը, որը ես կառուցել եմ ամբողջ կյանքում։ Գարեգինը թարթեց, մարսելով այդ բառերը։ Ես չգիտեի, որ այնտեղ կարևոր բան կար, խոստովանեց նա։
Ես պարզապես ուզում էի վերադարձնել, որովհետև մայրս միշտ ասում էր, որ այն, ինչ քոնը չէ, ծանրանում է սրտիդ վրա։ Անտոնը զգաց, որ աչքերն այրվում են։ Մայրդ շատ իմաստուն կին էր, մեղմորեն ասաց նա։ Պատմիր նրա մասին, եթե ուզում ես։ Եվ Գարեգինը պատմեց։ Պատմեց։ Տիկին Սոնայի, նրա լվացած հագուստի գիշերվա կեսին արած կարերի մասին։ Պատմեց հիվանդության, նրա թոշնելու, գերբեռնված պետական հիվանդանոցում նրա վերջին օրերի մասին։ Պատմեց, թե ինչպես էր հայտնվել փողոցներում, սովի, ցրտի, վախի մասին։ Պատմեց ամեն ինչ ցածր, բայց հաստատուն ձայնով, առանց խղճահարություն խնդրելու, պարզապես փաստերը ներկայացնելով այնպես, ինչպես կային։ Անտոնը լուռ լսում էր ամեն ինչ, երբ Գարեգինը վերջացրեց, այդ շենքի ամենահարուստ մարդու աչքերում արցունքներ կային։ Գիտես, Գարեգին, մի պահ հետո ասաց Անտոնը, զգուշորեն ձեռքի թիկունքով սրբելով աչքերը, ես մեծացել եմ քոնին շատ նման վայրում։ Հայրս բեռնակիր էր այստեղ, Գյումրիի կայարանում, մայրս ուրիշների լվացքն էր անում։ Մենք ապրում էինք Անի թաղամասի մի փայտե տնակում, ժամանակներ կային, երբ ուտելու բան չունեինք։ Ես գիտեմ, թե ինչ է սոված մնալը։ Գիտեմ, թե ինչ է գիշերվա կեսին ցրտից արթնանալը, բավարար վերմակ չունենալը։ Գիտեմ, թե ինչ է, երբ քեզ վերից ներք են նայում քո հագած հագուստի կամ ապրելու վայրի պատճառով։ Ես գիտեմ, Գարեգին։ Եվ Ես դրա համար էլ ավելի եմ տպավորված քեզնով։ Որովհետև նույնիսկ այս ամենի միջով անցնելով դու չես կորցրել քո արժանապատվությունը։ Չես կորցրել քո արժեքները։ Անահիտը վերադարձավ սենդվիչներով, հյութերով մրգերով լի սկուտեղով։ Ամեն ինչ դրեց սուրճի սեղանիկի վրա, զգուշորեն դուրս եկավ։ Անտոնը քաջալերեց Գարեգինին ուտել, տղային 2 անգամ հրավիրել պետք չեղավ։ Նա սոված էր։ Մինչ Գարեգինն ուտում էր, Անտոնը բացատրեց, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա օրերին։ Նա կհրավիրեր վարչական խորհրդի արտահերթ նիստ, խարդախությունը բացահայտելու համար։ Բոլոր ապացույցները կհանձներ իրավասու մարմիններին։ Եվ կապահովեր, որ պատասխանատու անձը պատասխան տա իր արարքների համար։ Բայց դրանից առաջ ուզում եմ մի բան անել քեզ համար, Գարեգին, ասաց Անտոնը։ Ուզում եմ օգնել քեզ։ Ոչ թե խղճահարությունից, այլ որովհետև դու արժանի ես։ Որովհետև մայրդ քեզ ճիշտ է դաստիարակել, դու ամեն օր քո ընտրություններով հարգում ես նրա հիշատակը։ Գարեգինը դադարեց ծամելուց լայն բացված աչքերով նայեց Անտոնին։ Ինչպես օգնել։ Անտոնը խորը շունչ քաշ։ Երկար ժամանակ է, ինչ ուզում էի ինստիտուտ ստեղծել խոցելի իրավիճակում գտնվող երեխաներին օգնելու համար։ Կրթություն, կացարան, հոգեբանական աջակցություն, իրական հնարավորություններ տալ։ Բայց միշտ հետաձգում էի, միշտ այլ առաջնահերթություն կար, միշտ այլ բան, որն ավելի հրատապ էր թվում։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչու էի ուզում դա անել։ Դու ինձ հիշեցրիր, թե ով էի ես, մինչ այս ամենն ունենալը։ Այնպես որ ես կստեղծեմ այդ ինստիտուտը, դու կլինես առաջին շահառուն։ Ոչ թե որպես շնորհ, այլ որպես իրավունք։ Բոլորն արժանի են հնարավորության, Գարեգին։ Հատկապես քեզ նման լավ մարդիկ։ Գարեգինը չկարողացավ զսպել արցունքները։ Դրանք հոսում էին նրա նիհար դեմքով, մաքրելով կուտակված կեղտի հետքերը։ Անտոնը վեր կացավ, մոտեցավ տղային ձեռքը դրեց նրա ուսին։ Պետք չէ լաց լինել, մեղմորեն ասաց նա։ Պարզապես պետք է շարունակես լինել այն, ինչ կաս։ Շարունակես հարգել մորդ։ Շարունակես ճիշտ բան անել, նույնիսկ երբ դա դժվար է։ Կարող ես դա անել։ Գարեգինը գլխով արեց, չկարողանալով խոսել կոկորդի խցանումից։ Հաջորդ օրերին ամեն ինչ արագ տեղի ունեցավ։ Անտոնը մոբիլիզացրեց իր իրավաբանական թիմին, հավաքեց բոլոր ապացույցները, պատճենեց բոլոր փաստաթղթերը։ Հրամայեց աուդիտ անցկացնել յուրացված յուրաքանչյուր կոպեկի համար, հետեց յուրաքանչյուր ուրվական ընկերության, միացրեց խարդախության բոլոր կետերը։ Եվ երբ վերջապես ամեն ինչ ձեռքի տակ ուներ, հրավիրեց այն արտահերթ նիստը, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Անձրոտ 5 շաբթի էր, երբ վարչական խորհրդի բոլոր անդամները հավաքվեցին վերջին հարկի խորհրդակցությունների սենյակում։ Վալյա Անտոնյանը մտավ իր սովորական ամբարտավան վստահությամբ, գրելով մեկ այլ անթերի գործնական կոստյում, իր կաշվե պայուսակը բռնած, կարծես Վահան լիներ։ Նա բոլորին ողջունեց հաշվարկված ժպիտներով, նստեց աթոռին, կարծես գահ լիներ, սպասեց նիստի մեկնարկին, բացարձակապես չիմանալով, թե ինչ էր սպասվում։
Անտոնը սեղանի գլխին էր, լուրջ արտահայտությամբ, որը բոլորը ճանաչում էին որպես ինչ-որ կարևոր բանի նախանշան։ «Բարի օր բոլորիդ», սկսեց նա։ «Շնորհակալ եմ ձեր ներկայության համար այս արտահերթ նիստին։ Այն հարցը, որը մենք այսօր քննարկելու ենք, լուրջ է կփոխի այս ընկերության ուղղությունը։ Մինչ սկսելը ուզում եմ, որ իմանաք, որ այն ամենը, ինչ այստեղ կասվի, փաստաթղթավորված է, ապացուցված արդեն ուղարկվել է իրավասու մարմիններին»։ Մրմունջ անցավ սենյակով։ Վալյան թեթակի կնճռոտեց ճակատը, բայց պահպանեց ինքնատիրապետումը։ Անտոնը շարունակեց. 3 օր առաջ 10 տարեկան մի տղա, որն ապրում է փողոցներում, մտավ այս շենք, ձեռքին մի ծրար, որը գտել էր աղբի մեջ։ Այդ տղան կարող էր անտեսել ծրարը, կարող էր դեն նետել, կարող էր փորձել օգտվել իրավիճակից։ Բայց նա ոչինչ չարեց դրանից։ Նա եկավ այստեղ, վերադարձնելու այն, ինչ իրենը չէր, բացարձակապես ոչինչ չակնկալելով դրա դիմաց։ Ձեզանից ոմանք գիտեն, թե ում մասին եմ խոսում։ Ձեզանից ոմանք տեսան, թե ինչպես վերաբերվեցին այդ տղային այստեղ։ Վալյան ստամոքսում սեղմում զգաց, բայց դեմքն անշարժ պահեց։ Անտոնը վերցրեց իր առաջ դրված հաստ ծրարը, նույն ծրարը, որը Գարեգինն էր բերել, այժմ մաքուր կազմակերպված։ Այս ծրարի ներսում, շարունակեց նա, կային փաստաթղթեր, որոնք բացահայտում են մի համակարգված խարդախություն, որը տեղի է ունենում այս ընկերությունում առնվազն 3 տարի։ Պայմանագրեր ուրվական ընկերությունների հետ, գումարի յուրացումներ, կեղծված ստորագրություններ։ Ամեն ինչ կազմակերպված է գաղտնի տեղեկատվության արտոնյալ հասանելիություն ունեցող մեկի կողմից։ Մեկի, ով չարաշահել է իրեն ցուցաբերված վստահությունը։ Եթե դուք լինեիք Անտոնի տեղում, պատասխանատու անձին կբացահայտեիք բոլորի առջ, թե իրավիճակը կլուծեիք ավելի մասնավոր կերպով։ Ասացեք մեզ մեկնաբանություններում։ Սենյակում լռությունն այնքան բացարձակ էր, որ կարելի էր լսել պատուհաններին խփող անձրի ձայնը։ Անտոնը բացեց ծրարը, սկսեց փաստաթղթերի պատճենները բաժանել սեղանի շուրջ նստածներին։ Խարդախ պայմանագրեր, բանկային քաղվածքներ, տրոյական ձի ընկերությունների գրանցումներ։ Յուրաքանչյուր էջ անհերքելի ապացույց էր։ Եվ մինչ բոլորը կարդում էին ավելի ու ավելի ցնցված արտահայտություններով, Անտոնը վերջապես ասաց այն, ինչ բոլորն արդեն սկսել էին կասկածել։ Այս խարդախության պատասխանատուն այս պահին այս սենյակում է Վալյա Անտոնյանը, այս ընկերության վարչական տնօրենը, Վերջին 3 տարիների ընթացքում յուրացրել է ավելի քան 10 միլիոն դրամ, ուրվական ընկերությունների խարդախ պայմանագրերի բարդ սխեմայի միջոցով։ Վալյան զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում իր շուրջը։ Փորձեց պահպանել ինքնատիրապետումը, փորձեց ժպտալ, կարծես դա անհեթեթ թյուրիմացություն լիներ։ Սա անհեթեթություն է, ասաց նա, բայց ձայնը դուրս եկավ ավելի քիչ հաստատուն, քան նախատեսել էր։ Այս մեղադրանքները լիովին անհիմն են։ Չեմ ընդունի, որ ինձ այսպես զրպարտեն։ Անտոնը նրան նայեց խղճահարության զզվանքի խառնուրդով։ Ապացույցներն այստեղ են, Վալյա։ Քո ստորագրությունը ուրվական ընկերությունների ստեղծման բոլոր փաստաթղթերի վրա է։ Ավանդները կատարվել են քեզ հետ կապված հաշիվների վրա, տրոյական ձիերի միջոցով, որոնք արդեն ամեն ինչ խոստովանել են ցուցմունքներում։ Բանկային գրանցումները ցույց են տալիս, որ դու կանոնավոր փոխանցումներ ես ստացել այդ ընկերություններից։ Հերքելուց չկա։ Դու գողացել ես ինձնից։ Գողացել ես այս ընկերությունից։ Գողացել ես բոլորիցս։ Վալյան փորձեց վեր կենալ, բայց ոտքերը չենթարկվեցին։ Փոր։ Ձեց խոսել, բայց բառերը դուրս չէին գալիս։ Տեսնում էր սեղանի շուրջ բոլոր դեմքերը, որոնք նայում էին իրեն արամարանքով, զզվանքով, հիասթափությամբ։ Այն ամենը, ինչ կառուցել էր, իր ամբողջ կարիերան, իր ամբողջ հեղինակությունը, քանդվում էր րոպեների ընթացքում։ Եվ ամենավատն այն էր, որ իմանար, որ բռնվել էր մի փողոցային տղայի պատճառով, մի ոչնչության, որին արամարել նվաստացրել էր։ Հեգնանքը չափազանց դաժան էր տանելու համար։ Քո ներկայությունն այլս անհրաժեշտ չէ այս ընկերությունում, վերջնական ձայնով ասաց Անտոնը։ Դու ազատված ես աշխատանքից պատճառաբանված հիմքով։ Իշխանություններն արդեն տեղեկացված են, դու քրեական պատասխանատվության կենթարկվես քո արածի համար։ Խորհուրդ եմ տալիս փաստաբան փնտրել։ 2 անվտանգության աշխատակից մտան սենյակ, կարծես նախապես կանչված լինեին։ Վալյան վերջապես վեր կացավ, դողացող ոտքերով գունատ դեմքով։ Այլս ոչինչ չասաց։
Պարզապես վերցրեց պայուսակը ուղեկցությամբ դուրս եկավ սենյակից, թողնելով հետում իշխանությունը, կարգավիճակը այն կյանքը, որը կառուցել էր ստի գողության վրա։ Երբ դուռը փակվեց նրա հետից, Անտոնը նայեց սեղանի շուրջ ներկաներին և շարունակեց։ Անտոնը խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը խոսել վարչական խորհրդի հետ։ Դեռ մարսում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, Վալյայի վտարումը, խարդախության բացահայտումը, մի վստահության խախտումը, որը երբեք չպետք է կոտրվեր։ Բայց ժամանակ չուներ մտորելու համար։ Կարևոր բաներ ուներ հայտարարելու, փոփոխություններ, որոնք պետք է արվեին, մի ընկերություն, որը պետք է վերակառուցվեր ավելի ամուր մարդկային հիմքերի վրա։ Նա նայեց սեղանի շուրջ յուրաքանչյուր դեմքի, մարդկանց, որոնք տարիներ, ոմանք տասնամյակներ աշխատել էին իր հետ, նրանց մեջ տեսավ նույն ցնցումն ու վրդովմունքը, որն ինքն էր զգում։ Գիտեմ, որ բոլորդ ցնցված եք այն բանից, ինչ մենք հենց նոր բացահայտեցինք, ասաց Անտոնը, ձայնը հաստատուն, բայց հուզմունքով լի։ Ես էլ եմ։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ սա քանդի այն, ինչ միասին կառուցել ենք։ Այս ընկերությունը ծնվել է ամուր արժեքների, ազնիվ աշխատանքի, մարդկանց նկատմամբ հարգանքի վրա։ Եվ հենց այդ արժեքներին էլ պետք է վերադառնանք։ Այդ պատճառով ուզում եմ հիմա հայտարարել մի կարևոր փոփոխության մասին, որը երկար ժամանակ պլանավորում էի, բայց երբեք չէի գտնում ճիշտ պահը իրականացնելու համար։ Բոլորը ուշադրություն դարձրեցին, մի պահ մոռանալով հենց նոր պայթած սկանդալի մասին։ Անտոնը շարունակեց. Ես կստեղծեմ Ալավերդյան սոցիալական զարգացման ինստիտուտը։ Դա կլինի ոչ արտրային կազմակերպություն, որը կֆինանսավորվի ընկերության միջոցներով այն գործընկերություններով, որոնք մենք կփնտրենք, նվիրված կլինի խոցելի իրավիճակում գտնվող երեխաներին դեռահասներին օգնելուն։ Մենք կառաջարկենք որակյալ կրթություն, հոգեբանական աջակցություն, մասնագիտական վերապատրաստում, անհրաժեշտության դեպքում ժամանակավոր կացարան, ամենից առաջ արժանապատվություն հույս։ Ուզում եմ, որ այս ինստիտուտը լինի իսկական ժառանգություն, մի բան, որը շատ ավելին է, քան շահույթն ու ֆինանսական հաշվեկշիռները։ Սեղանի շուրջ հավանության մրմունջներ լսվեցին։ Խորհրդականներից մեկը, սպիտակ մազերով մի պարոն, անունը Բժիշկ Մարտիրոս, որը Անտոնի փոքրամասնական գործընկերն էր։ Ընկերության առաջին տարիներից ձեռք բարձրացրեց. Անտոն, մենք բոլորս գիտենք, որ սա միշտ եղել է քո ցանկությունը։ Եվ կարծում եմ, բոլորի անունից եմ խոսում, երբ ասում եմ, որ մենք լիովին աջակցում ենք այս նախաձեռնությանը։ Բայց կարող եմ հարցնել, թե ինչը քեզ ստիպեց որոշել, որ հիմա է ճիշտ ժամանակը։ Անտոնը տխուր ժպտաց։ 10 տարեկան մի տղա ինձ հիշեցրեց, թե ինչն է իսկապես կարևոր։ Հիշեցրեց, թե ով էի ես, մինչ այս ամենն ունենալը։ Եվ ստիպեց ինձ հասկանալ, որ եթե ես հիմա ինչ-որ բան չանեմ, գուցե երբեք չանեմ։ Հետո նա մանրամասն պատմեց Գարեգինի պատմությունը։ Պատմեց աղբի մեջ գտած ծրարի, տղայի այն վերադարձնելու որոշման, Վալյայի ձեռքից գրած նվաստացումների, մոր պատմության, թե ինչպես էր հայտնվել փողոցներում։ Երբ վերջացրեց խոսքը, սենյակում չոր աչք չկար։ Բժիշկ Մարտիրոսը թաշկինակով մաքրեց ակնոցները, ակնհայտորեն հուզված։ Այդ տղան է լինելու ինստիտուտի առաջին շահառուն։ Անտոնը գլխով արեց, որ այո։ Նա արդեն ստանում է անհրաժեշտ խնամքը։ Անահիտը, մեր ընդունարանի աշխատակիցը, որն առաջին իսկ պահից Գարեգինին հարգանքով վերաբերվող միակ արժանապատիվ մարդն էր, օգնում է համակարգել ամեն ինչ։ Բայց այո, Գարեգինը կլինի առաջինը։ Եվ հուսով եմ, որ նա կլինի շատերից առաջինը։ Հաջորդ շաբաթների ընթացքում Գարեգինի կյանքը սկսեց փոխվել այնպես, ինչպես նա երբեք չէր պատկերացրել։ Անտոնը դատարկ խոստումներ չտվեց։ Նա իրականացրեց դրանք։ Վարձեց մի սոցիալական աշխատողի, տիկին Ռուզան անունով, միջին տարիքի մի կնոջ, որը փողոցային երեխաների հետ աշխատելու փորձ ուներ, որպեսզի լինի Գարեգինի գործի համակարգողը։ Տիկին Ռուզանը հատուկ մարդ էր, այնպիսիներից, որոնք կարծես ծնվել են ուրիշներին խնամելու համար։ Նա ուներ գանգուր, ալեհեր մազեր, մշտական ժպիտ դեմքին անսահման համբերություն։ Առաջին օրը, երբ հանդիպեց Գարեգինին, նա նրան չվերաբերվեց որպես խեղճի կամ սոցիալական նախագծի։ Նա նրան վերաբերվեց որպես մարդու, արժանապատվությամբ հարգանքով։ Բար, Գարեգին, ասաց նա, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Իմ անունը Ռուզան է, ես քեզ հետ կաշխատեմ առաջիկա ամիսներին, ապահովելու համար, որ դու ունենաս այն ամենը, ինչ անհրաժեշտ է ավելի լավ կյանք կառուցելու համար։ Բայց ուզում եմ մի բան հստակեցնել հենց սկզբից։
Ես քո փոխարեն բաներ չեմ անելու։ Ես քեզ հետ եմ բաներ անելու։ Դու ձայն կունենաս, ընտրություն կունենաս, կմասնակցես քո կյանքի վերաբերյալ բոլոր որոշումներին։ Այսպես լավ է։ Գարեգինը, որը սովոր էր, որ մեծահասակները որոշումներ էին կայացնում իր փոխարեն կամ պարզապես անտեսում էին իր գոյությունը, զարմացավ։ Գլխով արեց, որ այո, դեռ մարսելով, որ ինչ-որ մեկն իրականում հարցնում էր իր կարծիքը ինչ-որ բանի մասին։ Առաջին քայլը առողջության մասին հոգ տանելն էր։ Գարեգինն անցավ մի շարք լիարժեք բժշկական հետազոտություններ։ Պարզվեց, որ նա թերսնված էր, սակավարյունություն ուներ, մի քանի վիտամինային անբավարարություններ, ատամների խնդիրներ, որոնք պետք է բուժվեին։ Ոչ մի այնպիսի բան, որը չափազանց լուրջ լիներ, եթե ժամանակին բուժվեր, բայց այն ամենը, ինչ սպասելի էր փողոցներում ապրած երեխայից։ Նա սկսեց վերահսկվող սննդային բուժում, օրական 3 անգամ հավասարակշռված սնունդով։ Սկզբում Գարեգինն ուտում էր այնպես, կարծես յուրաքանչյուր կերակուր վերջինը լիներ, արագ վախով, որ ինչ-որ մեկը կվերցնի իր սնունդը։ Բայց կամաց, երբ հասկացավ, որ սնունդը կանոնավոր է գալիս, սկսեց ավելի դանդաղ ուտել, համտեսել, ընտրել, թե ինչն է սիրում, ինչը ոչ։ Տիկին Ռուզանը Գարեգինի համար տեղ գտավ մի քաղաքային ժամանակավոր ապաստարանում, որը համագործակցում էր Անտոնի ստեղծած ինստիտուտի հետ։ Դա շքեղ տեղ չէր, բայց մաքուր էր, անվտանգ ուներ վերապատրաստված սոցիալական մանկավարժներ։ Գարեգինը ստացավ իր սեփական մահճակալը, մաքուր սավաններով, փափուկ վերմակով։ Առաջին գիշերը, պառկած այդ մահճակալին, նայելով սպիտակ ներկված առաստաղին, Գարեգինը լաց եղավ։ Լաց եղավ թեթացումից, լաց եղավ մոր կարոտից, լաց եղավ վախից, որ այս ամենը պարզապես երազ է, նա կարթնանա նորից արդյունաբերական գոտու ստվարաթղթերի վրա։ Բայց դա երազ չէր։ Իրականություն էր։ Առողջապահական կացարանային խնամքին զուգահեռ սկսվեց նա հոգեբանական աջակցությունը։ Գարեգինին ներկայացրեցին մի հոգեբանի, բժիշկ Փառանձեմ անունով, մի երիտասարդ, բարի աչքերով կնոջ, որը երկար տարիներ աշխատել էր տրավմայի ենթարկված երեխաների հետ։ Առաջին հանդիպումները դժվար էին։ Գարեգինը չէր ուզում խոսել, չէր ուզում ածվել, վախենում էր, որ եթե պատմի այն ամենը, ինչ զգում է, ինչի միջով անցել է, իրեն կհամարեն թույլ կամ խնդրահարույց կկորցնի ստացած օգնությունը։ Բայց բժիշկ Փառանձեմը չէր ճնշում։ Պարզապես այնտեղ էր, հասանելի, ստեղծելով անվտանգ տարածք, որտեղ Գարեգինը կարող էր լինել այն, ինչ կա, առանց դատապարտվելու վախի։ Կամաց Գարեգինը սկսեց խոսել։ Խոսեց մոր մասին, այն օրվա մասին, երբ նա մահացել էր, այն վախի մասին, որն ամեն գիշեր զգում էր փողոցներում, մենակության, սովի, աշխարհի համար անտեսանելի լինելու զգացողության մասին։ Խոսեց նա այն զայրույթի մասին, որը զգում էր, այս ամենի անարդարության, թե ինչու ինքը ոչ այլ երեխաներ, թե ինչու մայրը պետք է հիվանդանար, թե ինչու էր աշխարհն այդքան դաժան։ Եվ բժիշկ Փառանձեմը լսում էր ամեն ինչ, վավերացնում յուրաքանչյուր զգացմունք, օգնում Գարեգինին հասկանալ, որ այն ամենը, ինչ նա զգում էր, նորմալ էր, սպասելի էր, մարդկային էր։ Դու անցել ես բաների միջով, որոնց միջով ոչ մի երեխա չպետք է անցնի, Գարեգին, ասաց նա հանդիպումներից մեկի ժամանակ։ Եվ այն փաստը, որ դու այստեղ ես, կենդանի, առողջ, փորձում ես ավելի լավ կյանք կառուցել, ցույց է տալիս, թե որքան ուժեղ ես։ Երբեք մի կասկածիր քո ուժին։ Մինչ այս ամենը տեղի էր ունենում, Անտոնն անխոնջ աշխատում էր ինստիտուտի պաշտոնական կառուցվածքի վրա։ Վարձեց ՀԿ-ների կառավարման մեջ մասնագիտացած թիմ, բացեց հատուկ բանկային հաշիվ ինստիտուտի միջոցների համար, սկսեց գործընկերություններ փնտրել դպրոցների, համալսարանների, ընկերությունների հետ, որոնք կցանկանային նպաստել։ Միլիարդատեր գործարարի կողմից սոցիալական ինստիտուտ ստեղծելու լուրը, այն բանից հետո, երբ նրան փրկել էր փողոցային տղան, լրատվամիջոցներում տարածվեց չոր խոտի վրա կրակի պես։ Լրագրողները ցանկանում էին հարցազրույց վերցնել Անտոնից, ցանկանում էին հարցազրույց վերցնել Գարեգինից, ցանկանում էին լուսանկարել, նկարահանել, ամեն ինչը վերածել սենսացիոն պատմության։ Բայց Անտոնը կատաղի կերպով պաշտպանեց Գարեգինին այդ բացահայտումից։ Մերժեց տղային վերաբերող բոլոր հարցազրույցները, խիստ հրամաններ տվեց, որ ոչ ոք առանց թույլտվության նրան չլուսանկարի, երաշխավորեց, որ Գարեգինի գաղտնիությունը հարգվի ամեն ինչից վեր։ Գարեգինը գովազդային նյութ չէ, ասաց Անտոնը միայնակ մամուլի ասուլիսում։ Նա երեխա է, որն արժանի է խաղաղության մեջ մեծանալու, ուշադրության կենտրոնից հեռու, իր կյանքը կառուցելով իր սեփական տեմպով։ Ինստիտուտը գոյություն կունենա ոչ միայն նրան, այլ հարյուրավոր այլ երեխաների օգնելու համար։
Եվ նրանք բոլորն արժանի են արժանապատվության, ոչ թե խղճահարության կամ շոուի։ Անտոնի հաստատակամությունը Գարեգինին պաշտպանելու հարցում ավելի մեծ հարգանք բերեց գյումրեցի հասարակության կողմից։ Ինստիտուտին նվիրատվությունները սկսեցին հոսել։ Տեղի գործարարներն առաջարկեցին իրենց ներդրումն ունենալ, ֆիզիկական անձինք ուղարկում էին խորհրդանշական, բայց իմաստալից գումարներ, դպրոցներն առաջարկեցին կրթաթոշակներ տրամադրել։ 3 ամիս անց այն օրվանից, երբ Գարեգինը կեղտոտ ծրարը ձեռքին մտել էր Ալավերդյան խմբի շենք, նրա կյանքն անճանաչելի էր։ Նա ապրում էր ապաստարանում, հաճախում էր լավ պետական դպրոցի կանոնավոր դասերի, շաբաթական անցնում էր բժշկական հոգեբանական հետազոտություններ, նորից սովորում էր վստահ ել մեծահասակներին, ընկերներ էր ձեռք բերում իր տարիքի, որոնք նույնպես ապաստարանում էին։ Նրա մարմինն ավելի առողջ էր, քաշ էր հավաքել, դեմքը գույներ ուներ նախկին հիվանդագին գունատության փոխարեն։ Ատամները բուժվել էին, մազերը կտրված, հագուստը մաքուր էր լավ վիճակում։ Բայց ամենից շատ փոխվել էր աչքերի փայլը։ Գարեգինը նորից սկսել էր ժպտալ։ Նորից սկսել էր երազել։ Նորից սկսել էր հավատալ, որ ապագան կարող է տարբերվել անցյալից։ Անտոնը կանոնավոր այցելում էր Գարեգինին։ Ոչ կամ չափազանց, բայց բավականաչափ, որպեսզի տղան իմանար, որ մենակ չէ, որ կա մեկը, ով հոգ է տանում իր մասին, ով հավատում է իրեն։ Երբեմն նրանք պարզապես զրուցում էին, նստած հրապարակի նստարանին, պաղպաղակ ուտելով, խոսելով պարզ բաների մասին, ֆուտբոլի, դպրոցի, Գարեգինի ապագայի երազանքների մասին։ Այլ անգամ Անտոնը Գարեգինին տանում էր վայրեր ցույց տալու, քաղաքային ակվարիում, բուսաբանական այգի, Սբերդի դիտակետ, որտեղից ամբողջ Գյումրի քաղաքը փռված էր ներքում, կենդանի քարտեզի պես։ Այդ այցելություններից մեկի ժամանակ, երբ նրանք դիտակե տուն դիտում էին քաղաքը, Գարեգինը մի բան հարցրեց, որը շաբաթներ շարունակ պտտվում էր նրա գլխում։ «Պարոն Անտոն, ինչու եք այս ամենն անում ինձ համար»։ Անտոնը նայեց տղային, հետո ներքում գտնվող քաղաքին, հետո նորից Գարեգինին։ «Որովհետև դու ինձ հիշեցրիր մի բան, որը ես մոռացել էի», պատասխանեց նա։ «Հիշեցրիր, որ հաջողությունը ոչինչ չարժե, եթե ճանապարհին կորցնում ենք մարդկայնությունը։ Դու կարող էիր անտեսել այդ ծրարը, կարող էիր օգտվել իրավիճակից, բայց չարեցիր։ Արեցիր այն, ինչ ճիշտ էր, նույնիսկ երբ դժվար էր։ Դա հազվադեպ է, Գարեգին։ Շատ հազվադեպ։ Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ բարությունը թուլություն չէ։ Դա ամենամեծ ուժն է, որ գոյություն ունի»։ Գարեգինը մի պահ լուռ մնաց, մարսելով այդ բառերը։ Հետո ցածրաձայն ասաց. «Մայրս սովորաբար ասում էր դա, որ ճիշտ բան անելը երբեմն ցավեցնում է, բայց հենց դա է, որ թույլ է տալիս գիշերը խաղաղ քնել»։ Անտոնը կոկորդում խցանում զգաց։ Մայրդ իմաստուն կին էր, Գարեգին։ Շատ իմաստուն։ Եվ նա կհպարտանար քեզնով։ Շատ կհպարտանար։ Գարեգինը զգաց, որ արցունքները բարձրանում են, բայց չզսպեց դրանք։ Թույլ տվեց, որ դրանք ազատ հոսեն դեմքով, մինչ նայում էր քաղաքին, որն այնքան դաժան էր եղել իր նկատմամբ, բայց որն այժմ ինչ-որ կերպ սկսում էր թվալ մի վայր, որտեղ նա կարող էր պատկանել։ Մինույն ժամանակ, Վալյա Անտոնյանի գործը շարունակվում էր դատարանում։ Ապացույցներն այնքան համոզիչ էին, որ նա նույնիսկ չփորձեց հերքել խարդախությունը։ Նրա փաստաբանը բանակցեց գործարքի շուրջ, որտեղ նա մատնեց սխեմայի մյուս մասնակիցներին, որոշ մատակարարների, որոնք կաշառք էին ստանում, որոշ աշխատակիցների, որոնք աչք էին փակում։ Դրա դիմաց նա կարողացավ մի փոքր կրճատել այն պատիժը, որը հավանաբար կստանար։ Բայց նույնիսկ գործարքի դեպքում նրա կյանքի վնասը լիակատար էր։ Նրա հեղինակությունը քանդված էր, շուկայում ոչ ոք չէր ում նրան աշխատանքի վերցնել, ընկերները հեռացել էին, ընտանիքն ամաչում էր։ Նա, ով տարիներ շարունակ կառուցել էր հաջողակ հզոր գործադիրի կերպար, այժմ հայտնի էր միայն որպես այն կին, որը միլիոններ էր գողացել բացահայտվել փողոցային տղայի կողմից։ Ալավերդյան խումբը, մյուս կողմից, արագ վերականգնվեց սկանդալից։ Անտոնը ներդրեց նոր ներքին վերահսկողության համակարգեր, վարձեց արտաքին աուդիտորական ընկերություն, բոլոր գործընթացները վերանայելու համար, ամենակարևորը, փոխեց ընկերության մշակույթը։ Ստեղծեց խիստ էթիկայի կանոնագիր, ներդրեց անանուն բողոքների ուղիներ, սկսեց ավելի շատ գնահատել մարդկանց բնավորությունը, քան պարզապես նրանց տեխնիկական որակավորումները։ Ընկերությունը սկսեց դիտվել որպես օրինակ, թե ինչպես կարելի է բիզնես վարել էթիկապես պատասխանատու կերպով։
Եվ այն ինստիտուտը, որը Անտոնը ստեղծել էր, դարձավ թագի զարդը, այն նախագիծը, որն ամենաշատ հպարտությունն էր բերում ամբողջ կորպորացիային։ 6 ամիս անց այն ճակատագրական օրվանից Ալավերդյան սոցիալական զարգացման ինստիտուտը պաշտոնապես բացվեց։ Անտոնը գնել վերանորոգել էր Գյումրիի կենտրոնում գտնվող մի հին շենք, այն վերածելով հյուրընկալ ֆունկցիոնալ տարածքի։ Այնտեղ կային դասասենյակներ, գրադարան, համակարգչային սենյակ, հանգստի գոտիի, հոգեբանական բժշկական սպասարկման սենյակներ, համայնքային խոհանոց, նույնիսկ փոքր մարզադաշտ տանիքում։ Թիմը կազմված էր սոցիալական մանկավարժներից, հոգեբաններից, սոցիալական աշխատողներից, ուսուցիչներից, բոլորը վերապատրաստված նվիրված կյանքեր փոխելու առաքելությանը։ Բացումը նախատեսված էր նոյեմբերի առոտ շաբաթ օրը։ Արարողությունը պետք է լիներ փոքր, մտերմիկ, միայն մի քանի տեղական իշխանությունների, ինստիտուտի գործընկերների, ընկերության խորհրդի անդամների, իհարկե, առաջին երեխաների մասնակցությամբ, որոնք պետք է սպասարկվեին, նրանց թվում Գարեգինը։ Անտոնը ելույթ էր պատրաստել, բայց երբ խոսելու ժամանակը հասավ, բոլորը հավաքված ինստիտուտի ներքին բակում, պատրաստված բառերը անբավարար թվացին։ Նա նայեց առաջին շարքի աթոռներին նստած երեխաներին, բոլորը նոր հագուստով, սպասումից փայլող աչքերով, այնպիսի մեծ հուզմունք զգաց, որ գրե, թե չկարողացավ սկսել խոսել։ Երբ ես երեխա էի, սկսեց Անտոնը, ձայնը դողալով, ես ապրում էի Անիի թաղամասի մի փայտե տնակում։ Ծնողներս ֆիզիկական աշխատողներ էին, ազնիվ մարդիկ, բայց առանց կրթության, առանց հնարավորությունների։ Ես մեծացել եմ անհավասարությունը մոտիկից տեսնելով, թե ինչպես են որոշ մարդիկ ամեն ինչ ունենում, մինչդեռ մյուսները ոչինչ չունեն։ Եվ ես ինքս ինձ խոստացա, որ եթե մի օր հաջողության հասնեմ, եթե մի օր կարողանամ հաղթել, կօգտագործեմ դա օգնելու նրանց, ովքեր դեռ պայքարում են։ Բայց խոստովանում եմ, որ կորցրի դա տեսադաշտից։ Այնքան զբաղված էի ընկերությունը կառուցելով, հարստություն կուտակելով, որ մոռացա այդ խոստումը։ Մինչ որ 10 տարեկան մի տղա ինձ հիշեցրեց դրա մասին։ Նա աչքերով փնտրեց Գարեգինին, տղան, նստած առաջին շարքում տիկին Ռուզանի կողքին, զգաց, թե ինչպես են այտերը տաքանում ուշադրությունից։ Անտոնը շարունակեց. Գարեգինը կարող էր անտեսել աղբի մեջ գտած ծրարը, բայց չանտեսեց։ Կարող էր փորձել օգտվել իրավիճակից, բայց չփորձեց։ Նա պարզապես արեց այն, ինչ ճիշտ էր, ոչինչ չար։ Նկալելով դրա դիմաց, որովհետև այդպես էր սովորեցրել նրա մայրը։ Եվ դա անելով, նա ոչ միայն փրկեց իմ ընկերությունը միլիոնավորների խարդախությունից, այլ փրկեց իմ հոգին։ Հիշեցրեց ինձ, թե ինչն է իսկապես կարևոր։ Հիշեցրեց, որ ազնվության, անաչառության, բարության նման արժեքներն ավելի կարևոր են, քան ցանկացած շահույթ, ցանկացած իշխանություն, ցանկացած կարգավիճակ։ Անտոնը դադար տվեց, զգուշորեն սրբեց աչքերը։ Այս ինստիտուտը գոյություն ունի Գարեգինի շնորհիվ։ Բայց այն գոյություն կունենա բոլոր այն երեխաների դեռահասների համար, որոնք հնարավորության մեկի, ով հավատում են նրանց, կարիք ունեն։ Մենք ողորմություն չենք առաջարկելու։ Մենք արժանապատվություն ենք առաջարկելու։ Մենք խղճահարություն չենք առաջարկելու։ Մենք հարգանք իրական հնարավորություններ ենք առաջարկելու։ Եվ հուսով եմ, որ այստեղից դուրս կգան մարդիկ, որոնք կփոխեն ոչ միայն իրենց սեփական կյանքը, այլ մեր ամբողջ հասարակության կյանքը։ Որովհետև երբ մենք ներդրում ենք կատարում մեր երեխաների մեջ, երբ հավատում ենք նրանց, երբ տալիս ենք նրանց անհրաժեշտ գործիքները, սահման չկա, թե ինչի կարող են հասնել։ Ծափահարությունները երկար ու ջերմ էին։ Ներկաներից շատերը բացահայտ լաց էին լինում։ Ելույթից հետո տեղի ունեցավ ժապավենը կտրելու ավանդական արարողությունը, որի ժամանակ Անտոնը Գարեգինին հրավիրեց իր հետ միասին բռնել մկրատը։ Երբ ժապավենը կտրվեց, բոլորը նորից ծափահարեցին, Գարեգինն այնպիսի մաքուր, այնպիսի լիակատար ուրախություն զգաց, որ մտածեց, թե սիրտը կպայթի կրծքում։ Այդ պահին, արի լույսը դեմքին ծափահարությունների ձայնը ականջներում, նա զգաց մոր ներկայությունը։ Ոչ թե գերբնական կամ միստիկ կերպով, այլ խորը ճշմարիտ կերպով։ Զգաց, որ տիկին Սոնան կհպարտանար իրենով։ Զգաց, որ հարգել է նրա ուսմունքները։ Զգաց, որ չի դավաճանել այն վստահությունը, որը նա դրել էր իր վրա, նախքան հեռանալը։ Պաշտոնական արարողությունից հետո բոլորին հրավիրեցին համայնքային հյուրասիրության ինստիտուտի ճաշարանում։ Կային խորտիկներ, տորթեր, հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, ամեն ինչ խոհանոցի անձնակազմի կողմից սիրով պատրաստված։ Երեխաներն ուտում աշխուժորեն զրուցում էին, արդեն սկսելով ընկերանալ միմյանց հետ։
Մեծահասակները շրջում էին խոսում հաջորդ քայլերի, սպասվող մարտահրավերների, այն երազանքների մասին, որոնք բոլորը կիսում էին այդ ինստիտուտը իսկապես փոխակերպող բան դարձնելու համար։ Անահիտը, ընդունարանի աշխատակիցը, որն առաջինն էր Գարեգինին բարությամբ վերաբերվել այն հեռավոր օրը, նույնպես այնտեղ էր, խոսում էր տիկին Ռուզանի հետ արտադասարանական գործունեության գաղափարների մասին։ Անտոնը շրջում էր ճաշարանում, ողջունում բոլորին, շնորհակալություն հայտնում գործընկերներին, նվիրատուներին, բայց միշտ Գարեգինին աչքի տակ էր պահում։ Տեսնում էր, թե ինչպես է տղան շփվում մյուս երեխաների հետ, դեռ մի փոքր ամաչկոտ, բայց տեսանելիորեն ավելի վստահ, քան ամիսներ առաջ էր։ Տեսնում էր, թե ինչպես է նա ժպտում, ինչպես են փայլում նրա աչքերը, ինչպես է թվում, թե վերջապես գտնում է իր տեղն աշխարհում։ Եվ Անտոնը բացարձակ վստահությամբ իմացավ, որ ճիշտ բան է արել, որ ներդրված ամբողջ գումարը, նվիրված ամբողջ ժամանակը, գործադրված ամբողջ ջանքը արժեր դրան։ Երեկոյան, երբ հյուրերը սկսեցին գնալ ինստիտուտում, շարժը նվազեց, Անտոնը Գարեգինին կանչեց մասնավոր զրույցի։ Գնացին ինստիտուտի գրադարան, մի հարմարավետ տարածք, նոր գրքերով լի փայտե դարակներով, հարմարավետ բազկաթոռներով, մեծ պատուհաններով, որոնք ներս էին թողնում մայրամուտի արի լույսը։ Նստեցին կողք կողքի բազկաթոռներից մեկում մի քանի րոպե լուռ մնացին, պարզապես վայելելով վայրի հանգստությունը։ Գարեգին, վերջապես ասաց Անտոնը, խախտելով լռությունը։ Դու գիտես, որ այս ինստիտուտը գոյություն ունի քո շնորհիվ։ Բայց ուզում եմ, որ իմանաս նա, որ դու ինձ ոչինչ պարտք չես։ Ինձ հավերժական երախտագիտություն պարտք չես, ինձ կույր հավատարմություն պարտք չես, ինձ ոչինչ պարտք չես։ Այն, ինչ մենք արեցինք այստեղ, ճանաչելն էր մի բան, որը պետք է ակնհայտ լիներ, յուրաքանչյուր երեխայի իրավունքը ունենալ հնարավորություններ, խնամք, ապագա։ Ինձ հասկանում ես։ Գարեգինը գլխով արեց, որ այո, բայց Անտոնը շարունակեց։ Ուզում եմ, որ դու մեծանաս իմանալով, որ քո կյանքը քեզ է պատկանում, շարունակեց Անտոնը, բառերը դուրս գալով սրտից։ Որ դու կարող ես ընտրություններ կատարել։ Հետել քո սեփական ուղիներին, լինել այն, ով ուզում ես լինել։ Պետք չէ ճնշված զգալ, լինելու կատարյալ, լինելու օրինակ ոչ մեկի համար, համապատասխանելու ակնկալիքներին։ Դու պարզապես պետք է լինես ինքդ, ազնիվ, ճշմարիտ, այնպես, ինչպես մայրդ քեզ սովորեցրել է։ Մնացածը բնականոն կերպով կհարթվի։ Գարեգինը հուզմունքով լի աչքերով նայեց Անտոնին։ Գիտեմ, պարոն Անտոն։ Եվ գիտեմ նա, որ դուք այս ամենը չեք արել, ոչինչ չակնկալելով դրա դիմաց։ Բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա փոխեց իմ կյանքը։ Իսկապես փոխեց։ Նախկինում ես կարծում էի, որ ապագա չունեմ, որ կմահանամ փողոցներում, ինչպես շատ մարդիկ են մահանում։ Հիմա ես գիտեմ, որ կարող եմ ինչ-որ բան դառնալ։ Կարող եմ սովորել, իսկական աշխատանք ունենալ, օգնել ուրիշ մարդկանց, ինչպես ինձ են օգնում։ Անտոնը ժպտաց, աչքերը խոնավացած։ Հենց դա է, Գարեգին։ Դու ըմբռնեցիր ամեն ինչի էությունը։ Խոսքը նրա մասին չէ, որ դու ինձ հավերժ շնորհակալ լինես։ Խոսքը նրա մասին է, որ դու լավ ապրես, լավ մեծանաս, երբ քո հերթը գա, օգնես նա ուրիշ մարդկանց։ Այդպես ենք մենք փոխում աշխարհը, մի բարության արարքով մի անգամ, մի մարդը մյուսին օգնելով։ Նրանք երկուսով նստած մնացին լուռ գրադարանում, երկու մարդկային էակներ, որոնք բաժանված էին տասնամյակների տարիքով փորձի աշխարհներով, բայց միավորված մի բանով, որն ավելի ուժեղ էր, քան ցանկացած տարբերություն, բարության կարողության, ճիշտ բան անելու կարողության, յուրաքանչյուր մարդու արժեքի ընդհանուր համոզմունքով, անկախ նրանից, թե որտեղից է գալիս կամ որքան ունի։ Ինստիտուտի բացումից հետո հաջորդող շաբաթները լի էին ինտենսիվ գործունեությամբ։ Երեխաները սկսեցին կանոնավոր դասերը, ակադեմիական, լրացուցիչ, կախված յուրաքանչյուրի կարիքներից։ Կային արվեստի, երաժշտության, սպորտի խմբակներ։ Գրադարանը լի էր երեխաներով, որոնք բացահայտում էին ընթերցանության հաճույքը։ Համակարգչային սենյակը միշտ պահանջված էր, տղաներն ու աղջիկները սովորում էին համակարգիչ օգտագործել, շատերը կյանքում առաջին անգամ։ Հանգստի գոտին վերածվեց ծիծաղի, ծնվող ընկերությունների, երեխաների վայրի, որոնք վերջապես կարող էին երեխա լինել, փոխանակ լինելու փոքր մեծահասակներ, որոնք պայքար ում են գոյատելու համար։ Գարեգինը հատկապես աչքի ընկավ գրականության դասերին։ Բացահայտեց, որ սիրում է կարդալ, սիրում է կորչել այլ աշխարհների, այլ կյանքերի, այլ հնարավորությունների պատմությունների մեջ։ Հայոց լեզվի ուսուցչուհին տիկին Մարգարիտը, գունավոր ակնոցներով վարակիչ ոգորությամբ մի կին, նկատեց տղայի տաղանդը, սկսեց քաջալերել նրան գրել իր սեփական պատմությունները։
Սկզբում Գարեգինն ամաչում էր, կարծում էր, որ իր պատմությունները բավականաչափ լավը չեն։ Բայց տիկին Մարգարիտը համառ էր։ Դու յուրահատուկ ձայն ունես, Գարեգին, ասում էր նա։ Մի տեսակետ, որը քչերն ունեն։ Գրելն այն մասին, ինչ ապրել ես, ինչ զգացել ես, կարող է օգնել այլ մարդկանց, որոնք նույն բաների միջով են անցնում։ Կարող է նրանց ստիպել ավելի քիչ մենակ զգալ։ Այսպիսով, Գարեգինը սկսեց գրել։ Սկզբում փոքր տեքստեր, պարզապես անկապ պարբերություններ մոր հիշողությունների, փողոցում անցկացրած գիշերների, վախի մենակության մասին։ Բայց կամաց-կամաց տեքստերը մեծացան, կառուցվածք ստացան, դարձան ամբողջական պատմություններ։ Եվ դրանք հզոր, անմշակ, ազնիվ, իրական հուզմունքով լի պատմություններ էին։ Տիկին Մարգարիտը տպավորված էր Գարեգինի հուզական հասունությամբ, ցավը արվեստի վերածելու նրա կարողությամբ։ Այն ամսական հանդիպումներից մեկի ժամանակ, որը Անտոնն ունենում էր ինստիտուտի մանկավարժների հետ, երեխաների առաջընթացին հետելու համար, տիկին Մարգարիտը ցույց տվեց Գարեգինի որոշ տեքստեր։ Անտոնը աճող ուշադրությամբ կարդաց յուրաքանչյուր բառ, զգալով խորը հպարտություն, բայց նա տխրություն, տեսնելով տղայի բառերում այն բոլոր տառապանքները, որոնց միջով նա անցել էր։ Այս տղան շնորհք ունի, ասաց տիկին Մարգարիտը։ Եվ ամենակարևորը, ասելիք ունի։ Պետք է շարունակենք քաջալերել։ Անտոնն անմիջապես համաձայնեց։ Գարեգինի համար գնեց մեծ հայ գրողների գրքերի հավաքածու, Թումանյան, Իսահակյան, Չարենց, Սակ։ Գնեց նա գեղեցիկ տետրեր, որակյալ գրիչներ, այն ամենը, ինչ Գարեգինին անհրաժեշտ կլիներ իր գրելը շարունակելու համար։ Երբ նվերները հանձնեց Գարեգինին, պարզապես ասաց. Շարունակիր գրել, շարունակիր պատմել քո պատմությունները։ Աշխարհը դրանք լսելու կարիք ունի։ 1 տարի անցավ այն օրվանից, երբ Գարեգինը ծրարը գտել էր արդյունաբերական գոտու աղբի մեջ։ 1 տարի, որը մի ամբողջ կյանք էր թվում, այնքան բան էր փոխվել։ Գարեգինն այժմ 11 տարեկան էր, սովորում էր 6-րդ դասարանում, ապրում էր ավելի լավ կառուցվածքով խնամքի տանը, քան սկզբնական ապաստարանն էր, ընդամենը 6 այլ երեխաների 2 մշտական դաստիարակների հետ։ Նա առողջ էր, լավ սնված, կանոնավոր հաճախում էր դպրոց, լավ գնահատականներ էր ստանում։ Ուներ ընկերներ, հոբբիներ, երազանքներ։ Ուզում էր գրող դառնալ, երբ մեծանար, ուզում էր պատմություններ պատմել, որոնք կօգնեին մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց։ Ալավերդյան ինստիտուտը ծաղկում էր։ Արդեն կանոնավոր սպասարկում էր 50 երեխա դեռահաս, ընդլայնել էր գործընկերությունները դպրոցների ընկերությունների հետ, մշտական նվիրատվություններ էր ստանում ֆիզիկական իրավաբանական անձանցից։ Անտոնը ինստիտուտի համար գործադիր տնօրեն էր վարձել, տիկին Թերեզային, մի կնոջ, որը 20 տարվա փորձ ուներ ՀԿ-ների կառավարման մեջ, որպեսզի երաշխավորեր, որ ամեն ինչ աշխատում է պրոֆեսիոնալ կայուն կերպով։ Ինստիտուտը պարզապես թղթի վրա գեղեցիկ նախաձեռնություն չէր։ Դա ֆունկցիոնալ, արդյունավետ կազմակերպություն էր, որն իսկապես կոնկրետ չափելի կերպով փոխում էր կյանքեր։ Վալյա Անտոնյանը մյուս կողմից դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, կիսաբաց ռեժիմում կրելու իրավունքով, գործարքի կատարած համաձայնության շնորհիվ։ Բայց նույնիսկ կրճատված պատժով, նրա կյանքը քանդված էր այնպես, որը շատ ավելին էր, քան ֆիզիկական բանտարկությունը։ Նա կորցրել էր այն ամենը, ինչ կառուցել էր, ամբողջ հեղինակությունը, բոլոր հարաբերությունները, ամբողջ կարգավիճակը։ Երբեմն բանտի լուր գիշերներին, պառկած նեղ մահճակալին, Վալյան մտածում էր այն փողոցային տղայի մասին, որին նվաստացրել էր։ Մտածում էր, թե որքան դաժան էր եղել, թե ինչպես էր դատել նրան, հիմնվելով միայն արտաքինի վրա, թե ինչպես էր ամենավատը ենթադրել նրա մտադրությունների մասին։ Եվ ամաչում էր։ Մի խորը, այրող ամոթ, որը ժամանակի ընթացքում չէր անցնում, միայն աճում էր։ Բանտի հոգեբանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Վալյան վերջապես խոստովանեց այն, ինչն ամենաշատն էր իրեն տանջում։ Դա նույնիսկ բանտը չէ, ասաց նա, ձայնը կոտրվելով, այլ այն գիտակցումը, որ ես ունակ էի այդպես վերաբերվել մի երեխայի։ Մի երեխայի, որը պարզապես փորձում էր ճիշտ բան անել։ Ես նայեցի նրան, տեսա։ Ոչինչ։ Ոչ մի արժեք, ոչ մի մարդկայնություն։ Պարզապես տեսա մեկին, ով արժանի չէր իմ ժամանակին կամ ուշադրությանը։ Եվ հիմա հասկանում եմ, որ մարդկայնություն չունեցողը ես էի։ Հոգեբանն ուշադիր լսեց։ Իսկ ինչ կարող ես անել այդ գիտակցության հետ հիմա, Վալյա։ Վալյան սրբեց դեմքով հոսող արցունքները։ Չգիտեմ, թե կարող եմ ինչ-որ բան անել։
Բայց գուցե, երբ դուրս գամ այստեղից, կարողանամ փորձել ավելի լավ մարդ լինել։ Կարողանամ փորձել փոխհատուցել իմ արած վնասը։ Չգիտեմ, թե դա բավարար կլինի, բայց պետք է փորձեմ։ Մինույն ժամանակ Գյումրիում կյանքը շարունակվում էր իր բնականոն հունով։ Քաղաքը շարունակում էր լինել հակադրությունների քաղաք, որտեղ հարստությունն ու աղքատությունը գոյակցում էին կողք կողքի, որտեղ երկաթուղին շարունակում էր ընդունել գնացքներ ամբողջ աշխարհից, անտարբեր մարդկային դրամաների նկատմամբ։ Բայց հիմա ինչ-որ բան այլ էր։ Կար Ալավերդյան ինստիտուտը, հույսի փարոս անհավասարության մեջ։ Կային փոխակերպման պատմություններ, որոնք տեղի էին ունենում ամեն օր, երեխաներ, որոնք նախկինում ոչինչ չունեին, այժմ լազում էին փայլուն ապագայի մասին։ Եվ կար Գարեգինը, այն տղան, որն այս ամենը սկսել էր, պարզապես ճիշտ բան անելով։ Շաբաթ օրը կեսօրին, այն ճակատագրական օրվանից 2 տարի անց, Անտոնը Գարեգինին հրավիրեց զբոսանքի։ Մեքենայով գնացին Անիի թաղամաս, նույն թաղամասը, որտեղ Անտոնը մեծացել էր տասնամյակներ առաջ։ Բարձրացան նեղ ոլորապտույտ փողոցներով, անցնելով փայտե քարե տնակների կողքով, բոբիկ երեխաների, որոնք խաղում էին նրբանցքներում, կանանց, որոնք լվացք էին փռում ինքնաշեն պարաններին։ Անտոնը մեքենան կանգնեցրեց մի բնական դիտակետում, թաղամասի բարձր կետում, որտեղից ամբողջ քաղաքը երում էր ներքում։ Դուրս եկան մեքենայից կանգնեցին այնտեղ, դիտելով տեսարանը։ Ես այնտեղ եմ ծնվել, ասաց Անտոնը, մատնացույց անելով թաղամասի մի կոնկրետ հատված։ Այն կապույտ տնակում, որը դու տեսնում ես, կամ գոնե այնտեղ, որտեղ երկար ժամանակ առաջ կապույտ տնակ կար։ Հայրս աշխատում էր կայարանում, մայրս լվացք էր անում։ Մենք գրեթե ոչինչ չունեինք, բայց արժանապատվություն ունեինք։ Սեր ունեինք։ Արժեքներ ունեինք։ Գարեգինը նայեց այն վայրին, որը Անտոնը ցույց էր տալիս, փորձելով պատկերացնել միլիարդատեր գործարարին որպես աղքատ տղա, որն այնտեղ էր ապրում։ Տարօրինակ է մտածել, որ դուք այստեղից եք եկել, հասել եք այնտեղ, որտեղ հասել եք։ Անտոնը ժպտաց։ Գիտես, Գարեգին, երկար ժամանակ ես ուզում էի մոռանալ, որ այստեղից եմ եկել։ Ուզում էի ջնջել իմ պատմության այդ մասը, ծածնել, թե միշտ հարուստ եմ եղել, միշտ հաջողակ եմ եղել։ Ամաչում էի իմ ծագումից։ Բայց դու ինձ հիշեցրիր, որ ամաչելու բան չկա ցածրից գալու մեջ։ Ամոթն այն է, որ մոռանաս, թե որտեղից ես եկել։ Այն է, որ ճանապարհին կորցնես մարդկայնությունը։ Այն է, որ ուրիշ մարդկանց վերաբերվես որպես ստորադասի, նրանց ծագման կամ ունեցածի պատճառով։ Դու 10 տարեկան փողոցներում ապրող, ավելի շատ արժանապատվություն ունեիր, քան ես 50 տարեկան միլիարդներ բանկում։ Դու ինձ նորից սովորեցրիր, թե ինչն է իսկապես կարոր։ Գարեգինը մի պահ լուռ մնաց, մարսելով այդ բառերը։ Հետո ասաց, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Մայրս սովորաբար ասում էր, որ իսկական ոսկին չի ժանգոտում։ Որ մենք կարող ենք դրսից կեղտոտ լինել, բայց եթե ներսից մաքուր ենք, դա ոչ ոք չի կարող խլել։ Կարծում եմ, նա կասեր, որ դուք իսկական ոսկի եք, պարոն Անտոն։ Որովհետև դուք կարող էիք ինձ անտեսել, կարող էիք թողնել, որ այդ ամենն անցներ, բայց չթողեցիք։ Դուք ճիշտ բան արեցիք, նույնիսկ երբ դժվար էր։ Անտոնը զգաց, որ արցունքները բարձրանում են։ Մենք երկուսս էլ ճիշտ բան արեցինք, Գարեգին։ Եվ հենց դա է կարորը։ Վերջիվերջո, երբ մենք ամեն ինչ հանում ենք, հարստությունը, կարգավիճակը, իշխանությունը, այն, ինչ մնում է, միայն սա է։ Մենք ճիշտ բան արեցինք, թե ոչ։ Լավն էինք, թե ոչ։ Օգնեցինք, թե վնասեցինք։ Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ դու, քո պարզ ընտրությամբ, վերադարձնել ծրարը, օգնել ես ավելի շատ մարդկանց, քան կարող ես պատկերացնել։ Օգնել ես ինձ, օգնել ես այն 50 երեխաներին, որոնք հիմա ինստիտուտում են, օգնել ես այն հարյուրավորներին, որոնք դեռ անցնելու են այնտեղով, օգնել ես նույնիսկ Վալյային մի տարօրինակ ծով, որովհետև ստիպել ես նրան դեմ առ դեմ կանգնել նրա հետ, ով ինքն իրականում էր։ Նրանք մնացին դիտակետում, մինչ ары սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն, վարդագույն մանուշակագույն։ Գյումրին փռված էր ներքում, գեղեցիկ անկատար, հակասությունների, բայց նա հնարավորությունների քաղաք։ Երբ վերջապես իջան մեքենայի մոտ, Գարեգինը շրջվեց դեպի Անտոնը, ասաց մի բան, որը երկար ժամանակ պահում էր իր մեջ։ Պարոն Անտոն, դուք այն հայրն եք, որը ես կցանկանայի ունենալ։ Ես սա չեմ ասում, իմ իսկական հորը, որին նույնիսկ չեմ ճանաչել, կամ մորս փոխարինելու համար։ Բայց դուք ինձ ստիպում եք ապահով զգալ, ստիպում եք կար։
որ զգալ, ստիպում եք հավատալ, որ կարող եմ ինչ-որ մեկը լինել։ Եվ դա ինձ համար ավելին է նշանակում, քան այն բոլոր մյուս բաները, որ դուք արել եք։ Անտոնը ստիպված եղավ դադարեցնել քայլելը, քանի որ արցունքները կուրացրին նրան։ Նա գրկեց Գարեգինին հենց փողոցում, մի երկար, ամուր գրկախառնություն, տղայի ականջին մրմնջաց. «Դու ամենակարևոր բանն ես, որ պատահել է իմ կյանքում, Գարեգին։ Ավելի կարևոր, քան ամբողջ գումարը, ամբողջ հաջողությունը, ամեն ինչ։ Դու ինձ հիշեցրիր, թե ինչու է արժե ապրել»։ Նրանք այդպես մնացին մի քանի րոպե, երկու մարդկային էակներ, որոնք կապված էին մի բանով, որը շատ ավելի ուժեղ էր, քան արյունը կամ գենետիկան, կապված ընտրություններով, ընդհանուր արժեքներով, անկեղծ սիրով։ Հաջորդ տարիները բերեցին ավելի շատ աճ, ավելի շատ փոփոխություններ, ավելի շատ փոխակերպման պատմություններ։ Գարեգինը մեծացավ, անցավ ավագ դպրոց, շարունակեց գրել, շարունակեց լինել նվիրված աշակերտ։ Այլ տղաներ աղջիկներ անցան ինստիտուտով, յուրաքանչյուրն իր պատմությամբ, իր ցավերով, իր երազանքներով։ Ոմանք գնացին համալսարաններ, ոմանք տեխնիկական դպրոցներ, ոմանք արժանապատիվ աշխատանքների, որոնք թույլ էին տալիս նրանց պահել իրենց ընտանիքները։ Յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ էր, յուրաքանչյուր փոխակերպում անձնական էր, բայց բոլորն ունեին մի ընդհանուր բան՝ նորից սկսելու, անցյալից տարբեր ապագա կառուցելու հնարավորություն։ Անտոնը շարունակեց ղեկավարել Ալավերդյան խումբը, բայց այժմ նոր նպատակով։ Նա աշխատում էր ոչ միայն ավելի շատ հարստություն կուտակելու համար։ Նա աշխատում էր ավելի շատ ռեսուրսներ ստեղծելու համար, որոնք կարող էին ներդրվել ինստիտուտում, այլ սոցիալական նախաձեռնություններում, մարդկանց կյանքում իրական փոփոխություն կատարելու համար։ Նա դարձավ հարգված անձ ոչ միայն գործարար հաջողության, այլ հիմնականում բնավորության, առատաձեռնության, մարդկայնության համար։ Նա դասախոսություններ էր կարդում համալսարաններում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, բիզնեսում էթիկայի, այն մասին, թե ինչպես է հնարավոր ֆինանսական հաջողության հասնել, առանց ընթացքում հոգին կորցնելու։ Եվ միշտ, յուրաքանչյուր դասախոսության, յուրաքանչյուր հարցազրույցի ժամանակ, Անտոնը պատմում էր Գարեգինի պատմությունը։ Պատմում էր այն տղայի մասին, որը ծրար էր գտել, որոշել էր վերադարձնել այն։ Պատմում էր նրա կրած նվաստացումների, բացահայտված խարդախության, այն մասին, թե ինչպես էր այդ ամենը փոխել ոչ միայն Գարեգինի, այլ իր սեփական կյանքը։ Եվ միշտ վերջացնում է ասելով նույն բանը. բարության փոքր ժեստերը կարող են փոխել աշխարհը։ Երբեք մի թերագնահատեք ճիշտ բան անելու ուժը։ Գարեգինը, այժմ 15 տարեկան, դեռ սերտ կապ էր պահպանում Անտոնի հետ։ Կանոնավոր այցելում էր գրասենյակ, խոսում իր ապագայի պլանների մասին, խորհուրդներ հարցնում, կիսվում իր ձեռքբերումներով, կասկածներով։ Նա դարձել էր հստակ խոսող, վստահ, բայց համեստ, խելացի խորապես կարեկից երիտասարդ։ Անընդհատ գրում էր, հաղթել էր երիտասարդ գրողների համար նախատեսված մի քանի գրական մրցույթներում, երազում էր մի օր գիրք հրատարակել, պատմելով իր սեփական պատմությունը նմանատիպ իրավիճակներում հայտնված այլ երեխաների պատմությունները։ Դեկտեմբերյան մի կեսօրին, երբ Գյումրին ապրում էր ամռանը բնորոշ խոնավ տապը, Գարեգինը ինստիտուտում օգնում էր կազմակերպել ամանորյա խնջույք բոլոր սպասարկվող երեխաների համար։ Նա դարձել էր մի տեսակ ոչ պաշտոնական մենթոր փոքրերի համար, հատկապես նրանց համար, ովքեր նոր էին եկել, վախեցած, կասկածամիտ, չհավատալով, որ իրենց հետ լավ բաներ կարող են պատահել։ Գարեգինը հստակ հասկանում էր, թե ինչ էին նրանք զգում, քանի որ նույն բանն էր զգացել։ Եվ նա իր սեփական պատմությունն օգտագործում էր որպես օրինակ, որպես ապացույց, որ հնարավոր է, այո, վերակառուցել կյանքը, այո, գտնել ավելի լավ ուղի։ Այդ պահին, մինչ օգնում էր գունավոր զարդարանքներ կախել ճաշարանում, ծիծաղելով երեխաների հետ, որոնք խնջույքից ոգորված այս ու այն կողմ էին վազում, Գարեգինը հայտնություն ունեցավ։ Հասկացավ, որ երջանիկ է։ Անկեղծ, խորապես երջանիկ։ Ոչ թե որովհետ մոռացել էր անցյալը կամ որովհետ մոր կորստի ցավն անհետացել էր, այլ որովհետ գտել էր նպատակ, գտել էր մարդկանց, որոնք հոգ էին տանում իր մասին, գտել էր մի վայր, որտեղ պատկանում էր։ Եվ ամենակարևորը, պահպանել էր իր ազնվությունը անվնաս։ Թույլ չէր տվել, որ կյանքի դաժանությունը իրեն դարձնի դառնացած կամ դաժան մարդ։ Ընտրել էր, ամեն օր, լինել այն մարդը, որին մայրը դաստիարակել էր լինել։ Երբ խնջույքը վերջապես տեղի ունեցավ, դա աղմկոտ ուրախ հաջողություն էր։ Կար երաժշտություն, ուտելիք, խաղեր, ծիծաղ։ Բոլոր տարիքի երեխաները խառնվել էին իրար, ոմանք տարիներ շարունակ ինստիտուտում էին, ոմանք ընդ ամենը շաբաթներ առաջ էին եկել։
Բոլորը միավորված էին աշխարհի կողմից մոռացված լինելու հետո գտնվելու, ընդունվելու, գնահատվելու ընդհանուր փորձով։ Անտոնը նույնպես այնտեղ էր, ոչ թե որպես խորհրդի նախագահ կամ մեծ բարերար, այլ պարզապես որպես պարոն Անտոն, այն մարդը, որը նստում էր հատակին փոքր երեխաների հետ խաղալու, որը հավասարը հավասարի հետ խոսում էր դեռահասների հետ, որին սիրում հարգում էին ոչ թե գումարի կամ իշխանության, այլ անկեղծ բարության համար։ Երեկոյան, երբ երեխաներն արդեն սկսում էին հոգնել, խնջույքը մոտենում էր ավարտին, Անտոնը բոլորի ուշադրությունը խնդրեց։ Ինչ-որ բան ուներ ասելու։ Ճաշարանը կամաց-կամաց լռեց, բոլոր գլուխները շրջվեցին նրա ուղղությամբ։ Անտոնը պաշտոնական ելույթ չէր պատրաստել։ Խոսեց սրտանց, ինչպես միշտ անում էր իսկապես կարևոր առիթներով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօր այստեղ լինելու համար, սկսեց նա։ Այս ընտանիքի մի մասը լինելու համար, որը մենք միասին ստեղծել ենք։ Այս ինստիտուտը ծնվել է մի պարզ գաղափարից։ Բոլորն արժանի են հնարավորության։ Բոլորն արժանի են արժանապատվության։ Բոլորն արժանի են տեսանելի, լսելի, գնահատված լինելու։ Եվ դուք կենդանի ապացույցն եք, որ երբ մենք մարդկանց տալիս ենք այն, ինչ նրանց պետք է, գործիքներ, աջակցություն, սեր, նրանք ծաղկում են հրաշալի ձերով։ Նա աչքերով փնտրեց Գարեգինին ժպտաց։ Այս ամենը սկսվեց մի տղայից, որն արեց ճիշտ բանը, երբ ոչ ոք չէր նայում։ Մի տղայից, որն ինձ նորից սովորեցրեց, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եվ ես հուսով եմ, որ դուք բոլորդ այս դասը ձեզ հետ կտանեք։ Միշտ արեք այն, ինչ ճիշտ է, նույնիսկ երբ դժվար է, նույնիսկ երբ ոչ ոք չի իմանա, նույնիսկ երբ պարկ չկա։ Որովհետև հենց դա է որոշում, թե ով ենք մենք իրականում։ Երեխաները ծափահարեցին, ոմանք լիովին չհասկանալով այդ բառերի խորությունը, բայց բոլորը զգալով դրանց հետում գտնվող սերն ու անկեղծությունը։ Գարեգինը զգաց, թե ինչպես է կուրծքը լցվում հուզմունքով, զգաց, որ աչքերն այրվում են, բայց նա զգաց խորը խաղաղություն։ Գիտեր, որ հենց այնտեղ է, որտեղ պետք է լիներ։ Գիտեր, որ իր կյանքը, որքան էլ դժվար լիներ սկիզբը, իմաստ ուներ։ Նպատակ ուներ։ Կարողություն ուներ։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացին ինստիտուտը լռեց, Գարեգինն ու Անտոնը նստած էին պատշգամբում, նայելով աստղերին, որոնք ամաչկոտ փայլում էին քաղաքի լուսային աղտոտվածության միջով։ Երկար ժամանակ հարմարավետ լռության մեջ մնացին, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը։ Հետո Գարեգինը գրեթե շշուկով ասաց. Կարծում եմ, մայրս ուրախ կլիներ, տեսնելով այս ամենը, տեսնելով, թե ինչպես ամեն ինչ հարթվեց։ Անտոնը ձեռքը դրեց տղայի ուսերին։ Վստահ եմ, որ նա ուրախ է, Գարեգին։ Բացարձակապես վստահ եմ։ Որովհետև դու դարձար հենց այնպիսի մարդ, որին նա քեզ դաստիարակել էր լինել։ Ազնիվ, բարի, ուժեղ։ Նա շատ կհպարտանար։ Եվ այսպես, Գյումրիի աստղերի տակ մի քաղաքում, որտեղ մի փողոցային տղա մի միլիարդատեր գործարար հանդիպել էին աղբի մեջ նետված ծրարի միջոցով, երկու կյանքեր, որոնք միահյուսված էին ճիշտ ընտրություններով անկեղծ բարությամբ, ապագան տարածվում էր հնարավորություններով լի։ Դա հեքիաթի ավարտ չէր, որտեղ բոլոր խնդիրները կախարդականորեն անհետանում էին։ Դեռս մարտահրավերներ կային առջում, դեռս դժվար օրեր կային, դեռս մի ամբողջ քաղաք կար, լի անհավասարություններով, որոնք պետք է հաղթահարվեին։ Բայց կար նա հույս։ Կար սեր։ Կար այն վստահությունը, որ բարության փոքր ժեստերը կարող են, այո, փոխել աշխարհը։ Մի մարդով մի անգամ։ Մի ընտրությամբ մի անգամ։ Մի ծրարով մի անգամ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գարեգին ի Անտոնի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք ոգեշնչվեցիք այս փոխակերպման ճանապարհորդությունից, թե ինչպես է ազնվության պարզ ժեստը փոխել ոչ միայն մեկ, այլ շատ կյանքեր, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Դուք նույնը կանեիք, ինչ Գարեգինը։ Կվերադարձնեիք ծրարը, նույնիսկ ոչինչ չակնկալելով դրա դիմաց։ Թողեք ձեր մտորումները մեկնաբանություններում։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ հիշեցնում են բարության ուժի, ազնվության կարողության այն մասին, թե ինչպես յուրաքանչյուրս ունի աշխարհում փոփոխություն կատարելու ուժ։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը մեկ այլ պատմությամբ, որը կխառնի ձեր հույզերը, կստիպի ձեզ մտածել, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Մինչ շուտով։